Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ ենթարկվում է ճառագայթման, որը կարող էր ձեզ սպանել 1 վայրկյանում։ Ոչ թե ռադիոակտիվ ճառագայթման, ոչ թե տիեզերական ճառագայթների, այլ ձեր սեփական աստղի, արեգակի լույսի։ Բայց ոչ այն լույսի, որը այժմ հասնում է Երկիր, այլ այն լույսի, որը կարող էր հասնել, եթե մենք չապրեինք անհավատալի բացառության մեջ։ Գիտնականները 30 տարի մտածում էին, որ արեգակը տիպիկ աստղ է, բայց 2016 թվականին Գերմանիայի Մաքս Պլանկի արեգակային համակարգի հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները հայտնագործեցին ինչ-որ անհավատալի բան։ Մեր արեգակը չէ այն, ինչ պետք է լիներ։ Սորա Մագուդա և նրա թիմը ուսումնասիրում էին Կեպլեր տիեզերական հեռադիտակի տվյալները։ Նրանք վերլուծեցին 100,000 աստղեր, որոնք պատկանում են արեգակի նույն դասին, G տիպի դեղին թզուկներ։ Այս աստղերը նույն զանգվածն ունեն, նույն ջերմաստիճանը, նույն տարիքը։ Տեսականորեն նրանք պետք է վարվեին նույնը, բայց երբ գիտնականները համեմատեցին նրանց պայթյունների հաճախականությունը, նրանք տեսան ինչ-որ սարսափելի բան։ Արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ, 100-ից 1000 անգամ ավելի հզոր, քան ամենամեծ արեգակային պայթյունները, որոնք մենք երբևէ գրանցել ենք։ Իսկ մեր արեգակը լռում է։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք բազմաբնակարան շենքում։ Ամեն գիշեր ձեր հարևանների բնակարաններում պայթում են ավտոմեքենաներ, պատերը թրթռում են, պատուհանները փշրվում են, մարդիկ վազում են փողոց։ Բայց ձեր բնակարանում լիակատար լռություն։ 4 միլիարդ 500 միլիոն տարի անընդհատ լռություն։ Սա ոչ թե բախտ է, սա անհավանական է։ Երբ Մագուդայի թիմը հրապարակեց իրենց հետազոտությունը, գիտական համայնքը առաջին անգամ մտածեց, որ սխալ կա։ Թերևս Կեպլերի տվյալները սխալ են մեկնաբանվել, թերևս համեմատությունը ճիշտ չէ, բայց հետագա հետազոտությունները միայն հաստատեցին այս անհավանական փաստը։ 2019 թվականին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի աստղաֆիզիկոսները վերլուծեցին ևս 50,000 աստղեր։ Նույն արդյունքը։ 2020 թվականին Ամերիկայի Կոլորադոյի համալսարանի թիմը ուսումնասիրեց արեգակի մագնիսական դաշտի պատմությունը վերջին 10,000 տարիների ընթացքում, օգտագործելով սառցե միջուկների տվյալները։ Նույն պատկերը։ Մեր արեգակը անհավանական կերպով հանգիստ է, բայց ինչ նշանակում է սուպերպայթյուն։ Երբ մենք խոսում ենք արեգակային պայթյունների մասին, մենք սովորաբար նկատի ունենք էներգիայի ազատում, որը համարժեք է մի քանի միլիարդ ատոմային ռումբերի։ Սա արդեն իսկ անհավատալի է, բայց սուպերպայթյունները դա այլ մակարդակ է։ Դրանք ազատում են էներգիա, որը համարժեք է 1 միլիարդ ատոմային ռումբերի։ 1 վայրկյանում։ Պատկերացրեք, որ ամբողջ մարդկության ատոմային զենքի պաշարները պայթում են միաժամանակ։ Հիմա բազմապատկեք այդ պատկերը միլիոն անգամ։ Սա մոտավորապես 1 սուպերպայթյուն է։ 2012 թվականին գիտնականները գրանցեցին նման պայթյուն մեկ այլ աստղի վրա՝ Կեպլեր 11b։ Այս աստղը գտնվում է 600 լուսատարի հեռավորության վրա և գրեթե նույնական է մեր արեգակին։ Նույն զանգվածը, նույն ջերմաստիճանը, նույն քիմիական կազմը։ Բայց երբ այդ պայթյունը տեղի ունեցավ, աստղի պայծառությունը 1 օրվա ընթացքում աճեց 35 անգամ։ Եթե նման բան տեղի ունենար մեր արեգակի վրա, Երկրի մթնոլորտի օզոնային շերտը կոչնչանար մի քանի ժամում։ Ամբողջ մոլորակի էլեկտրական ցանցը կդադարեր գործել։ Բոլոր արբանյակները կդառնային անօգտագործելի մետաղե թափոններ։ Մարդկությունը կվերադառնար 19-րդ դար, առանց նախազգուշացման, առանց պատրաստվելու հնարավորության։ Բայց ամենասարսափելին ոչ թե պայթյունն է, ամենասարսափելին այն է, որ այս պայթյունները տեղի են ունենում կանոնավոր կերպով։ Մագուդայի հաշվարկներով արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ միջինում 1 անգամ յուրաքանչյուր 1000 տարին մեկ։ Որոշ աստղեր ավելի հաճախ, որոշները ավելի հազվադեպ, բայց բոլորը արտադրում են։ Բացառությամբ մեր արեգակի։ Վերջին 4 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում մեր արեգակը չի արտադրել ոչ մի սուպերպայթյուն, ոչ մեկը։ Սա նման է նրան, որ դուք նետում եք մետաղադրամ 4 միլիարդ անգամ, և այն ամեն անգամ ընկնում է նույն կողմով։ Հիմա պատկերացրեք, որ մենք սեղմում ենք Երկրի ողջ պատմությունը 24 ժամի մեջ։ Մեկ օր, որտեղ յուրաքանչյուր վայրկյանը համարժեք է 50,000 տարվա։ Այս երևակայական օրվա առավոտյան 0-ական ժամին
Երկիրը ձևավորվում է տաք, հալած մետաղների և քարերի գնդիկից։ Առաջին մի քանի ժամերի ընթացքում մոլորակը ռմբակոծվում է աստերոիդներով և կոմետներով։ Մթնոլորտը թունավոր գազերի խառնուրդ է։ Ջուրը գոյություն չունի։ Կյանքը անհնար է։ Առավոտյան 8 ժամին հայտնվում են առաջին օվկիանոսները։ Ջուրը կոնդենսվում է մթնոլորտից և ծածկում մոլորակի մակերեսը։ Բայց դեռևս ոչինչ չի ապրում այս ջրերում։ Ջերմաստիճանը չափազանց բարձր է, ճառագայթումը չափազանց ուժեղ։ Առաջին միկրոօրգանիզմները հայտնվում են առավոտյան 10 ժամին։ Պարզ բջիջներ, որոնք կարողանում են վերարտադրվել։ Սա կյանքի սկիզբն է։ Բայց հաջորդ 12 ժամերի ընթացքում ոչինչ էական չի փոխվում։ Միայն պարզ բջիջներ են։ Բջիջներ, որոնք դանդաղորեն էվոլյուցիա են անցնում։ Երեկոյան 9 ժամին, ընդամենը 3 ժամ առաջ մինչև կեսգիշեր, հայտնվում են առաջին բազմաբջիջ օրգանիզմները՝ ձկներ, բույսեր, միջատներ։ Կյանքը պայթում է բազմազանությամբ։ Երեկոյան 11 ժամին դինոզավրերը տիրապետում են մոլորակին։ Նրանք գոյություն ունեն ընդամենը 20 րոպե, մինչև աստերոիդը ոչնչացնում է նրանց։ Առաջին մարդկանց նմանվող արարածները հայտնվում են կեսգիշերից 3 րոպե առաջ։ Ողջ մարդկային քաղաքակրթությունը, գրությունը, քաղաքները, գիտությունը, տեխնոլոգիան տեղի է ունենում վերջին 2 վայրկյանում։ Այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, այս 4 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում, Արեգակը մնացել է անհավատալի կերպով կայուն։ Ոչ մի սուպերպայթյուն, ոչ մի կատաստրոֆիկ էներգիայի ազատում։ Պարզապես հաստատուն, կանխատեսելի լույս և ջերմություն։ Սա ոչ թե նորմալ է, սա անհավանական բախտ է։ Բայց ինչու։ Ինչու մնչում էր Արեգակը այդքան տարբեր է իր եղբայրներից։ Գիտնականները առաջարկում են մի քանի տեսություններ, և դրանցից յուրաքանչյուրը ավելի անհավանական է, քան նախորդը։ Առաջին տեսությունը՝ մենք պարզապես բախտավոր ենք։ Արեգակը պատահականորեն ծնվել է այնպիսի պայմաններում, որոնք նպաստում են կայունությանը։ Թերևս նրա մագնիսական դաշտը ձևավորվել է այնպես, որ կանխում է մեծ պայթյունները։ Թերևս նրա ներքին կառուցվածքը մի փոքր տարբերվում է։ Բայց սա նման է նրան, որ ասես. դուք շահեցիք վիճակախաղում, որտեղ հաղթելու հավանականությունը 1 միլիարդից 1-ն է։ Երկրորդ տեսությունը ավելի անհանգիստ է։ Թերևս մենք ապրում ենք ժամանակային պատուհանում։ Թերևս Արեգակը պարզապես դեռ չի հասել այն փուլին, երբ սուպերպայթյունները սկսվում են։ Աստղերը ծերանում են, և նրանց վարքագիծը փոխվում է։ Թերևս մեր Արեգակը դեռ երիտասարդ է աստղագիտական չափանիշներով։ Թերևս հաջորդ միլիոն տարիների ընթացքում այն կսկսի արտադրել սուպերպայթյուններ, ինչպես նրա եղբայրները։ Եթե այդպես է, ապա մարդկությունը ապրում է փոխառված ժամանակում։ Մենք զարգացել ենք այն կարճ ժամանակահատվածում, երբ մեր աստղը դեռ հանգիստ է։ Բայց այս հանգստությունը կարող է ավարտվել ցանկացած պահի։ Երրորդ տեսությունը ամենահետաքրքիրն է։ Թերևս մենք ապրում ենք գալակտիկայի հատուկ տարածքում։ Ծիրանի ճանապարհը հսկայական է՝ 100,000 լուսատարի տրամագծով։ Այն պարունակում է 200 միլիարդից 400 միլիարդ աստղեր։ Բայց այս աստղերը բաշխված չեն հավասարաչափ։ Կան տարածքներ, որտեղ աստղերը խիտ են կուտակված, և կան տարածքներ, որտեղ նրանք ավելի հազվադեպ են։ Կան տարածքներ, որտեղ նոր աստղեր ծնվում են ինտենսիվ կերպով, և կան տարածքներ, որտեղ աստղագոյացումը գրեթե դադարել է։ Մեր արեգակային համակարգը գտնվում է այն տարածքում, որը աստղաֆիզիկոսները անվանում են տեղական պղպճակ։ Սա տարածության տարածք է, որը ձգվում է մոտավորապես 300 լուսատարի տրամագծով։ Այս տարածքում միջաստղային միջավայրը ավելի տաք է և ավելի նոսր, քան գալակտիկայի մյուս մասերում։ Աստղերը այստեղ ավելի հին են և ավելի կայուն։ Սուպերնովաների պայթյունները այստեղ ավելի հազվադեպ են, տիեզերական ճառագայթների մակարդակը ավելի ցածր է։ Սա նման է նրան, որ ապրել հանգիստ Արվարձանում, հեռու քաղաքի աղմուկից և վտանգներից։ Բայց նույնիսկ այս բացատրությունը չի պատասխանում հիմնական հարցին։ Ինչու հենց մեր Արեգակը այդքան հանգիստ է, երբ նույնիսկ տեղական պղճակում կան աստղեր, որոնք արտադրում են սուպերպայթյուններ։ 2017 թվականին Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի աստղաֆիզիկոսները հրապարակեցին ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ Արեգակը պատկանում է աստղերի ամենահանգիստ 10%-ին։ Ոչ թե 50%, ոչ թե 20%, 10%։ Մենք ապրում ենք բացառության մեջ։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռան գագաթին և նայում եք ներքև։ Դուք տեսնում եք 100 քաղաքներ,
Յուրաքանչյուր քաղաքում հրդեհներ են բռնկվում կանոնավոր կերպով, շենքեր են այրվում, մարդիկ փախչում են, ամեն ինչ քաոս է։ Բայց մեկ քաղաքում, ձեր քաղաքում, ոչ մի հրդեհ չկա։ Երբեք։ Հազարավոր տարիների ընթացքում դուք կմտածեիք, որ ինչ-որ բան հատուկ է ձեր քաղաքի հետ։ Թերևս այն կառուցված է հատուկ նյութերից, թերևս այն ունի հատուկ պաշտպանություն, կամ թերևս դուք պարզապես անհավատալի բախտավոր եք, եւ այդ բախտը կարող է ավարտվել վաղը։ Սա ճիշտ այն իրավիճակն է, որում մենք գտնվում ենք մեր արեգակի հետ։ Մենք ապրում ենք աստղի շուրջ, որը վարվում է այնպես, ինչպես չպետք է վարվեր։ Այն չափազանց հանգիստ է, չափազանց կանխատեսելի, չափազանց անվտանգ։ Եվ մենք չգիտենք ինչու։ Մենք չգիտենք, թե արդյոք սա մշտական վիճակ է, թե ժամանակավոր։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք պարզապես բախտավոր ենք, թե կա ինչ-որ խորը ֆիզիկական պատճառ, որը մենք դեռ չենք հասկանում։ Բայց մենք գիտենք մեկ բան. եթե արեգակը վարվեր ինչպես իր եղբայրները, կյանքը երկրի վրա երբեք չէր զարգանա։ Յուրաքանչյուր մի քանի հազար տարին մեկ սուպերպայթյունը կոչնչացներ օզոնային շերտը։ Մակերեսը կենթարկվեր մահացու ճառագայթման։ Օվկիանոսները կփոթորկվեին, ցանկացած բարդ կյանքի ձև կոչնչանար։ Միայն ամենապարզ միկրոօրգանիզմները, որոնք թաքնված են խորը ստորգետնյա քարերում, կարող էին գոյատևել։ Մարդիկ, կենդանիներ, բույսեր, անհնար։ 2018 թվականին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները հրապարակեցին մոդելավորում, որը ցույց տվեց, թե ինչ կլիներ, եթե երկիրը ենթարկվեր սուպերպայթյունի։ Նրանք օգտագործեցին Կեպլեր 11e աստղի պայթյունի տվյալները որպես մոդել։ Արդյունքները սարսափելի էին։ Օզոնային շերտը կոչնչանար 80%-ով առաջին 30 վայրկյանում։ Մակերեսը կենթարկվեր ուլտրամանուշակագույն ճառագայթման, որը 1000 անգամ ավելի ուժեղ է, քան նորմալը։ Բոլոր ցամաքային կենդանիները, որոնք չեն կարող թաքնվել ստորգետնյա, կմահանան մի քանի օրում։ Ֆոտոսինթեզը կդադարի, սննդային շղթան կքայքայվի, զանգվածային անհետացում կտեղի ունենա, բայց ավելի վատն այն է, որ այս ազդեցությունը կտևի։ Օզոնային շերտը վերականգնվում է դանդաղ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում։ Այս ամբողջ ժամանակահատվածում երկիրը կմնա անպաշտպան։ Յուրաքանչյուր նոր սուպերպայթյուն կվերսկսի ցիկլը, կյանքը կմնա պարզ, պրիմիտիվ, անընդհատ պայքարի մեջ գոյատևելու համար։ Էվոլյուցիան դեպի բարդ ձևեր կդառնա անհնար, եւ սա ոչ թե տեսական սցենար է, սա իրականություն է մեր գալակտիկայի մեծ մասի համար։ Աստղագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ Ծիրանի ճանապարհի աստղերի մոտավորապես 90%-ը գտնվում է տարածքներում, որտեղ սուպերպայթյունները բավականաչափ հաճախ են, որպեսզի կանխեն բարդ կյանքի զարգացումը։ Միայն 10%-ը գտնվում է այնպիսի անվտանգ գոտիներում, ինչպիսին մեր տեղական պղպճակն է։ Եվ նույնիսկ այդ 10%-ի մեջ մեր արեգակը առանձնանում է իր անսովոր կայունությամբ։ Սա նշանակում է, որ երբ մենք փնտրում ենք կյանք տիեզերքում, մենք չպետք է փնտրենք պարզապես մոլորակներ, որոնք գտնվում են բնակելի գոտում, այն տարածքում, որտեղ ջուրը կարող է լինել հեղուկ վիճակում։ Մենք պետք է փնտրենք նաև աստղեր, որոնք բավականաչափ հանգիստ են, որպեսզի թույլ տան կյանքին զարգանալ միլիարդավոր տարիների ընթացքում։ Եվ այդպիսի աստղերը, ինչպես պարզվում է, չափազանց հազվադեպ են։ 2019 թվականին Շվեյցարիայի Ժնևայի համալսարանի աստղաֆիզիկոսները հաշվարկեցին, թե քանի աստղեր մեր գալակտիկայում կարող են ունենալ մոլորակներ բարդ կյանքով։ Նրանք հաշվի առան բազմաթիվ գործոններ՝ աստղի զանգվածը, տարիքը, մետաղականությունը, գտնվելու վայրը գալակտիկայում, սուպերպայթյունների հաճախականությունը։ Արդյունքը ընդամենը 1%։ 200 միլիարդից 400 միլիարդ աստղերից միայն 2 միլիոնից 4 միլիոնը համապատասխանում են բոլոր չափանիշներին։ Սա դեռևս մեծ թիվ է, բայց շատ ավելի փոքր, քան մենք մտածում էինք։ Եվ նույնիսկ այս 1%-ի մեջ մեր արեգակը հատուկ է։ Այն ոչ միայն գտնվում է ճիշտ տարածքում, ոչ միայն ունի ճիշտ զանգվածը եւ տարիքը, այն նաև ցուցաբերում է անսովոր կայունություն, որը դժվար է բացատրել։ Սա նման է նրան, որ շահել վիճակախաղում 2 անգամ անընդմեջ։ Առաջին անգամ դուք ստանում եք ճիշտ աստղը ճիշտ վայրում, երկրորդ անգամ այդ աստղը պարզվում է անսովոր կերպով հանգիստ։ Հավանականությունը անհավատալի ցածր։ Բայց սա հենց այն իրավիճակն է, որում մենք գտնվում ենք։ Մենք ապրում ենք մոլորակի վրա, որը պտտվում է աստղի շուրջ, որը չպետք է գոյություն ունենար, կամ ավելի ճիշտ,
որը պետք է վարվեր շատ ավելի բուռն կերպով, քան այն վարվում է։ Յուրաքանչյուր օր, երբ Արեգակը ծագում է հանգիստ և կանխատեսելի, մենք տեսնում ենք տիեզերական լոտարիայի հաղթանակ։ Յուրաքանչյուր օր, երբ մենք չենք ենթարկվում մահացու ճառագայթման, մենք շարունակում ենք անհավանական բախտի շարքը։ Եվ սա հանգեցնում է անհանգստացնող հարցի. քանի ժամանակ կտևի այս բախտը։ Արդյոք Արեգակը կմնա հանգիստ հաջորդ միլիարդ տարիների ընթացքում։ Կամ թերևս վաղը, հաջորդ տարի, հաջորդ հազարամյակում այն կարտադրի իր առաջին սուպերպայթյունը։ Մենք չգիտենք։ Մեր տվյալները ծածկում են միայն վերջին մի քանի տասնամյակները, աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի աստղագիտական ժամանակի մասշտաբով անհամեմատ կարճ ժամանակահատված։ 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները փորձեցին կանխատեսել Արեգակի 2019 թվականից սկսած տարբեր երկրների տիեզերական գործակալություններ սկսեցին մշակել համակարգեր, որոնք կարող են նախազգուշացնել սուպերպայթյունների մասին։ Եվրոպական տիեզերական գործակալությունը գործարկեց Solar Orbiter արբանյակը, որը ուսումնասիրում է Արեգակի բևեռները և մագնիսական դաշտը։ NASA-ն պլանավորում է Lagrange միսիան, որը կտեղադրվի Արեգակի և Երկրի միջև և կկարողանա հայտնաբերել վտանգավոր պայթյուններ մի քանի ժամ առաջ, քան դրանք հասնեն Երկրին։ Բայց մի քանի ժամ բավարար չէ։ Եթե իսկական սուպերպայթյուն տեղի ունենա, մենք կարիք ունենք օրերի, թերևս շաբաթների նախազգուշացման։ Մենք կարիք ունենք ժամանակի, անջատելու էլեկտրական ցանցերը, պաշտպանելու արբանյակները, տարհանելու մարդկանց վտանգավոր տարածքներից։ Եվ դա պահանջում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աստղերը արտադրում սուպերպայթյուններ։ Մենք պետք է սովորենք կանխատեսել դրանք ոչ թե ժամերով, այլ շաբաթներով կամ ամիսներով առաջ։ Սա հենց այն խնդիրն է, որի վրա աշխատում են աստղաֆիզիկոսները ամբողջ աշխարհում։ Դրանք ուսումնասիրում են 100 հազարավոր աստղեր, փնտրում են օրինաչափություններ, կառուցում են մոդելներ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչու որոշ աստղեր արտադրում են սուպերպայթյուններ, իսկ մյուսները ոչ։ Նրանք փորձում են պարզել, թե արդյոք կան նախազգուշական նշաններ, որոնք կարող են ազդարարել մոտալուտ պայթյունի մասին։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, նրանք սկսում են գտնել պատասխաններ։ 2022 թվականին Չինաստանի Պեկինի համալսարանի աստղաֆիզիկոսները հայտնագործեցին, որ սուպերպայթյունների հաճախականությունը կապված է աստղի պտտման արագության հետ։ Աստղերը, որոնք պտտվում են ավելի արագ, արտադրում են ավելի ուժեղ մագնիսական դաշտեր, որոնք հանգեցնում են ավելի հաճախակի պայթյունների։ Մեր Արեգակը պտտվում է համեմատաբար դանդաղ, 1 պտույտ 25 օրում։ Սա կարող է լինել մեկ պատճառ նրա կայունության, բայց սա չի բացատրում ամեն ինչ։ Կան աստղեր, որոնք պտտվում են նույնքան դանդաղ, ինչքան Արեգակը, բայց դեռևս արտադրում են սուպերպայթյուններ։ Եվ կան աստղեր, որոնք պտտվում են ավելի արագ, բայց մնում են հանգիստ։ Պտտման արագությունը կարևոր գործոն է, բայց ոչ միակը։ Պետք է լինեն այլ գործոններ, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Պատկերացրեք, որ դուք կարող եք տեսնել ձեր սեփական սիրտը աշխատանքի ժամանակ։ Ոչ թե ռենտգենի միջոցով, այլ իրական ժամանակում, յուրաքանչյուր հարված, յուրատրական յուր կծկում, յուրաքանչյուր էլեկտրսիրտը չի աշխատում միատեսակ։ Երբեմն այն բաբախում է մի փոքր ավելի արագ, երբեմն մի փոքր ավելի դանդաղ։ Երբեմն կծկումները ավելի ուժեղ են, երբեմն ավելի թույլ։ Բայց ընդհանուր առմամբ այն պահպանում է ռիթմ, որը պահում է ձեզ կենդանի։ Հիմա պատկերացրեք, որ մեկ օր, առանց նախազգուշացման, ձեր սիրտը բաբախում է 1000 անգամ ավելի ուժեղ։ Մեկ հարված, որը պատռում է ձեր կրծքավանդակը։ Սա ճիշտ այն է, ինչ տեղի է ունենում, երբ աստղը արտադրում է սուպերպայթյուն։ Աստղերը, ինչպես սրտերը, ունեն իրենց սեփական ռիթմը։ Նրանք ունեն ցիկլեր, որոնք տևում են տարիներ կամ տասնամյակներ։ Մեր Արեգակը, օրինակ,
ունի 11 տարվա ցիկլ։ Այս ցիկլի ընթացքում արեգակային ակտիվությունը աճում եւ նվազում է։ Ցիկլի առավելագույն կետում մենք տեսնում ենք ավելի շատ արեգակային յատնը, ավելի շատ պայթյուններ, ավելի շատ կորոնալ զանգվածի արտանետումներ։ Ցիկլի նվազագույն կետում արեգակը համեմատաբար հանգիստ է, բայց նույնիսկ առավելագույն ակտիվության ժամանակ մեր արեգակի պայթյունները մնում են համեմատաբար թույլ։ Դրանք նման են սրտի արհիթմիայի, անհարմար, բայց ոչ մահացու։ 2017 թվականին Ֆինլանդիայի Ուլուի համալսարանի աստղաֆիզիկոսները վերլուծեցին արեգակի վերջին 3-11 տարվա ցիկլերը, օգտագործելով արբանյակային տվյալներ։ Նրանք չափեցին յուրաքանչյուր պայթյունի էներգիան, տևողությունը, հաճախականությունը։ Ամենամեծ պայթյունը, որը նրանք գրանցեցին, տեղի ունեցավ 2003 թվականին։ Այն ազատեց էներգիա, որը համարժեք էր 1 միլիարդ ատոմային ռումբերի։ Անհավատալի թիվ։ Բայց երբ նրանք համեմատեցին այս պայթյունը Կեպլեր 11b աստղի սուպերպայթյունի հետ, տարբերությունը սարսափելի էր։ Կեպլերի պայթյունը 1000 անգամ ավելի հզոր էր։ 1000 անգամ։ Սա նման է նրան, որ համեմատել մատի թեթև հարվածը մոլոտի հարվածի հետ։ Բայց ինչու։ Ինչն է այդքան տարբեր արեգակի եւ Կեպլեր 11b աստղի միջև։ Երկու աստղերն էլ G տիպի դեղին թզուկներ են։ Երկուսն էլ ունեն գրեթե նույն զանգվածը, մեկ արեգակային զանգված։ Երկուսն էլ ունեն նույն ջերմաստիճանը՝ 5700 Կելվին։ Երկուսն էլ ունեն նույն քիմիական կազմը՝ 73% ջրածին, 25% հելիում, 2% ավելի ծանր տարրեր։ Թղթի վրա նրանք նույնական են, բայց իրականում նրանք այնքան տարբեր են, որքան մարդը եւ վագրը։ Պատասխանը թաքնված է աստղի ներսում։ Աստղերը ունեն մագնիսական դաշտեր, որոնք ստեղծում են նրանց ներսում տեղի ունեցող բարդ պրոցեսների արդյունքում։ Պատկերացրեք աստղը որպես հսկայական դինամո, էլեկտրական գեներատոր, որը վերածում է շարժումը մագնիսական էներգիայի։ Աստղի ներսում պլազման հոսքերը պտտվում են, խառնվում են, ստեղծում են մագնիսական դաշտի գծեր։ Այս գծերը ձգվում են, պտտվում են, հատվում են միմյանց, եւ երբ նրանք հատվում են, տեղի է ունենում ինչ-որ դրամատիկ բան։ 2018 թվականին Միացյալ Նահանգների Կոլորադոյի Բոլդերի ազգային մթնոլորտային եւ օվկիանոսագիտական վարչության աստղաֆիզիկոսները ստեղծեցին համակարգչային մոդել, որը սիմուլյացիա է անում մագնիսական դաշտի գծերի վարքագիծը աստղի մակերեսին։ Նրանք օգտագործեցին սուպերհամակարգիչներ, որոնք կատարեցին տասնյակ միլիոն հաշվարկներ։ Մոդելը ցույց տվեց, որ երբ մագնիսական դաշտի գծերը հատվում են, նրանք ստեղծում են այն, ինչ ֆիզիկոսները անվանում են մագնիսական վերամիացում։ Սա պրոցես է, որի ընթացքում մագնիսական էներգիան փոխակերպվում է ջերմային եւ կինետիկ էներգիայի։ Պլազման ջերմաստիճանը մի քանի վայրկյանում բարձրանում է մի քանի միլիոն աստիճանով։ Մասնիկները արագանում են մինչև լույսի արագության կեսը, եւ այս ամբողջ էներգիան ազատվում է, մտվում է մեկ պայթյունում։ Բայց սա դեռ չի բացատրում, թե ինչու որոշ աստղեր արտադրում են սուպերպայթյուններ, իսկ մյուսները ոչ։ Բոլոր աստղերն ունեն մագնիսական դաշտեր, բոլորում տեղի է ունենում մագնիսական վերամիացում, բայց միայն որոշ աստղեր արտադրում են այդ հսկայական պայթյունները։ Տարբերությունը պետք է լինի մագնիսական դաշտի ուժում կամ կառուցվածքում։ Եվ սա հանգեցնում է մեզ աստղաֆիզիկայի ամենահետաքրքիր հարցերից մեկին. ինչպես են աստղերը ստեղծում իրենց մագնիսական դաշտերը։ Պատասխանը կապված է այն հետ, թե ինչպես է աստղը պտտվում։ Աստղերը պինդ մարմիններ չեն, նրանք պլազմայի գնդիկներ են, որտեղ տարբեր շերտեր կարող են պտտվել տարբեր արագություններով։ Աստղի մակերեսը կարող է պտտվել ավելի արագ, քան ներքին շերտերը, կամ հակառակը։ Այս տարբերակված պտույտը ստեղծում է շեղում, որը ձգում եւ պտտում է մագնիսական դաշտի գծերը։ Պատկերացրեք, որ դուք ունեք ռետինե թերթ եւ սկսում եք պտտել նրա տարբեր մասերը տարբեր ուղղություններով։ Ռետինը ձգվում է, պտտվում է, ստեղծում է բարդ նախշեր։ Նույնը տեղի է ունենում աստղի մագնիսական դաշտի հետ։ 2019 թվականին Գերմանիայի Գյոթինգենի Մաքս Պլանկի արեգակային համակարգի հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները չափեցին տարբեր աստղերի պտույտի արագությունները օգտագործելով սպեկտրոսկոպիա։ Նրանք հայտնագործեցին հետաքրքիր օրինաչափություն։ Աստղերը, որոնք արտադրում են սուպերպայթյուններ, սովորաբար ունեն ավելի մեծ տարբերություն իրենց տարբեր շերտերի պտույտի արագությունների միջև։ Այս տարբերությունը, որը կոչվում է տարբերակված պտույտ, ստեղծում է ավելի ուժեղ մագնիսական դաշտեր։ Եվ ավելի ուժեղ մագնիսական դաշտերը հանգեցնում են ավելի հզոր պայթյունների։ Մեր արեգակը, ինչպես պարզվում է, ունի համեմատաբար փոքր տարբերակված պտույտ։ Նրա մակերեսը պտտվում է գրեթե նույն արագությամբ,
ինչ ներքին շերտերը։ Սա նշանակում է, որ նրա մագնիսական դաշտը համեմատաբար թույլ է։ Բայց ինչու։ Ինչու մեր արեգակը պտտվում է այդքան միատեսակ, երբ նրա եղբայրները ցուցաբերում են ավելի մեծ տարբերություններ։ Սա հարց է, որի պատասխանը կարող է բացատրել մեր գոյության խորհուրդը։ Մեկ տեսություն առաջարկում է, որ պատասխանը կապված է արեգակային համակարգի ձևավորման հետ։ Երբ արեգակը ծնվեց 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, այն պտտվում էր շատ ավելի արագ, քան այժմ։ Երիտասարդ աստղերը սովորաբար պտտվում են շատ արագ, մեկ պտույտ մի քանի օրում։ Բայց ժամանակի ընթացքում նրանք դանդաղում են։ Սա տեղի է ունենում, քանի որ աստղը կորցնում է անկյունային իմպուլս իր մագնիսական դաշտի և արեգակային քամու միջոցով։ Պատկերացրեք ֆիգուրիստ, որը պտտվում է սառույցի վրա։ Երբ նա ձգում է իր ձեռքերը, նա դանդաղում է։ Նույնը տեղի է ունենում աստղերի հետ, բայց մեր արեգակի դեպքում ինչ-որ բան տարբեր էր։ 2020 թվականին Ֆրանսիայի Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոսները մոդելավորեցին արեգակի վաղ պատմությունը։ Նրանք հաշվի առան Յուպիտերի և Սատուրնի ազդեցությունը, երկու հսկա մոլորակներ, որոնք ձևավորվեցին արեգակի հետ միաժամանակ։ Այս մոլորակները, հատկապես Յուպիտերը, ունեն հսկայական զանգված։ Յուպիտերի զանգվածը 318 անգամ ավելի մեծ է, քան Երկրինը։ Նրա ձգողական դաշտը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ազդի արեգակի պտույտի վրա։ Մոդելը ցույց տվեց, որ Յուպիտերի և Սատուրնի ձգողական ազդեցությունը կարող էր հարթեցնել արեգակի պտույտը։ Երբ այս մոլորակները ձևավորվեցին և հաստատվեցին իրենց ուղեծրերում, նրանք սկսեցին ազդել արեգակի վրա պարբերական ձգողական ուժերով։ Այս ուժերը, որոնք գործում էին միլիոնավոր տարիների ընթացքում, դանդաղեցրին արեգակի պտույտը և նվազեցրին տարբերությունը տարբեր շերտերի միջև։ Արդյունքում, արեգակը ձեռք բերեց ավելի միատեսակ պտույտ, ավելի թույլ մագնիսական դաշտ և ավելի քիչ պայթյուններ։ Սա հիանալի տեսություն է, բայց այն ունի մեկ խնդիր։ Շատ այլ աստղեր նույնպես ունեն հսկա մոլորակներ։ Կեպլեր տիեզերական հեռադիտակը հայտնագործել է հազարավոր էկզոմոլորակներ, որոնցից շատերը Յուպիտերի չափերի են կամ ավելի մեծ։ Բայց այդ աստղերը դեռևս արտադրում են սուպերպայթյուններ, ուստի Յուպիտերի առկայությունը չի կարող լինել միակ բացատրությունը։ Պետք է լինեն այլ գործոններ։ Երկրորդ տեսությունը առաջարկում է, որ պատասխանը կապված է արեգակի ներքին կառուցվածքի հետ։ Աստղերը ունեն շերտավորված կառուցվածք։ Կենտրոնում գտնվում է միջուկը, որտեղ տեղի է ունենում ջերմամիջուկային սինթեզ։ Այստեղ ջերմաստիճանը հասնում է 15 միլիոն կելվինի, և ճնշումը այնքան մեծ է, որ ջրածնի ատոմները միաձուլվում են հելիումի ատոմների։ Այս պրոցեսը ազատում է հսկայական էներգիա, որը պահում է աստղը փայլուն։ Միջուկի շուրջ գտնվում է ճառագայթային գոտին, որտեղ էներգիան տեղափոխվում է դեպի մակերես ֆոտոնների միջոցով։ Եվ ավելի դուրս գտնվում է կոնվեկտիվ գոտին, որտեղ տաք պլազման հոսքերը բարձրանում են դեպի մակերես, իսկ սառը հոսքերը իջնում են ներքև։ Մագնիսական դաշտը ստեղծում է հենց այս կոնվեկտիվ գոտում։ Պլազման հոսքերը, որոնք բարձրանում և իջնում են, ստեղծում են էլեկտրական հոսանքներ։ Եվ էլեկտրական հոսանքները ստեղծում են մագնիսական դաշտեր։ Սա նույն սկզբունքն է, որով աշխատում են էլեկտրական գեներատորները Երկրի վրա։ Բայց աստղերում այս պրոցեսը տեղի է ունենում անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով։ 2021 թվականին Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի աստղաֆիզիկոսները ուսումնասիրեցին կոնվեկտիվ գոտու կառուցվածքը տարբեր աստղերում։ Նրանք օգտագործեցին աստղասեյսմոլոգիա մեթոդ, որը նման է սեյսմոլոգիային Երկրի վրա։ Ինչպես սեյսմոլոգները ուսումնասիրում են երկրաշարժերը, հասկանալու համար Երկրի ներքին կառուցվածքը, աստղասեյսմոլոգները ուսումնասիրում են աստղերի տատանումները, հասկանալու համար նրանց ներքին կառուցվածքը։ Յուրաքանչյուր աստղ տատանանվում է հազարավոր տարբեր հաճախականություններով։ Այս տատանումները ստեղծում են աստղի ներսում տեղի ունեցող ձայնային ալիքների կողմից։ Վերլուծելով այս տատանումները, գիտնականները կարող են վերականգնել աստղի ներքին կառուցվածքը։ Արդյունքները ցույց տվեցին, որ արեգակը ունի համեմատաբար հաստ կոնվեկտիվ գոտի։ Այս գոտին տարածվում է արեգակի մակերեսից մինչև մոտավորապես 70% ճառագայթի խորությունը։ Բայց որոշ այլ աստղեր, որոնք արտադրում են սուպերպայթյուններ, ունեն ավելի բարակ կոնվեկտիվ գոտիներ։ Ավելի բարակ գոտին նշանակում է ավելի ինտենսիվ կոնվեկցիա։ Այն նշանակում է, որ արեգակը կարող է ավելի ինտենսիվ կոնվեկցիա, ավելի ուժեղ հոսքեր, ավելի ուժեղ մագնիսական դաշտեր։ Սա կարող է լինել մեկ այլ պատճառ, թե ինչու մեր արեգակը ավելի հանգիստ է։ Բայց նույնիսկ այս տեսությունը չի բացատրում ամեն ինչ։ Կան աստղեր, որոնք ունեն նման կոնվեկտիվ գոտիներ,
բայց դեռևս արտադրում են սուպերպայթյուններ, եւ կան աստղեր, որոնք ունեն տարբեր կոնվեկտիվ գոտիներ, բայց մնում են հանգիստ։ Խնդիրը ավելի բարդ է, քան մենք մտածում էինք։ Թերևս պատասխանը չէ մեկ գործոնում, այլ գործոնների համակցությունում։ Թերևս արեգակի կայունությունը արդյունք է Յուպիտերի ազդեցության, կոնվեկտիվ գոտու կառուցվածքի, պտույտի արագության եւ այլ գործոնների, որոնք մենք դեռ չենք հայտնագործել։ Հիմա պատկերացրեք, որ մենք կարող ենք ճանապարհորդել ժամանակում եւ տեսնել արեգակի ողջ պատմությունը։ Մենք սկսում ենք 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Արեգակը նոր է ծնվել մոլորակային ամպի փլուզումից։ Այն երիտասարդ է, տաք, պտտվում է արագ։ Նրա մակերեսը ծածկված է հսկայական արեգակային յատնաներով, մագնիսական դաշտի կենտրոնացումներ, որոնք ավելի մուգ են, քան շրջակա տարածքները։ Պայթյուններ տեղի են ունենում ամեն օր, ամեն ժամ, բայց դրանք դեռ ոչ սուպերպայթյուններ են։ Արեգակը դեռ չի հասել այն փուլին։ Առաջին մի քանի 100 միլիոն տարիների ընթացքում արեգակը դանդաղորեն հանգստանում է։ Նրա պտույտը դանդաղում է, մագնիսական ակտիվությունը նվազում է։ Շուրջը ձևավորվում են մոլորակները։ Առաջին է ձևավորվում Յուպիտերը, հետո Սատուրնը, հետո փոքր ժայռային մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս։ Յուրաքանչյուր մոլորակ ավելացնում է իր ձգողական ազդեցությունը արեգակի վրա։ Դանդաղորեն, շատ դանդաղորեն համակարգը հաստատվում է։ 1 միլիարդ տարի անց արեգակը արդեն շատ ավելի հանգիստ է։ Նրա պտույտը դանդաղացել է 25 օր մեկ պտույտի։ Մագնիսական դաշտը թուլացել է։ Պայթյունները դարձել են ավելի հազվադեպ եւ ավելի թույլ։ Երկրի վրա հայտնվում են առաջին միկրոօրգանիզմները։ Կյանքը սկսում է իր երկար ճանապարհը դեպի աշխարհ, բարդություն։ Եվ արեգակը, անգիտակցաբար, ապահովում է այն կայուն պայմանները, որոնք անհրաժեշտ են այս զարգացման համար։ 2 միլիարդ տարի անց արեգակը մտնում է իր միջին տարիքի փուլ։ Այն դարձել է այն աստղը, որը մենք ճանաչում ենք այսօր՝ կայուն, կանխուտանխատեսելի, հուսալի։ Երկրի վրա կյանքը պայթում է բազմազանությամբ։ Բազմաբջիջ օրգանիզմները հայտնվում են օվկիանոսներում։ Ֆոտոսինթեզը լցնում է մթնոլորտը թթվածնով։ Օզոնային շերտը ձևավորվում է, պաշտպանելով մակերեսը մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Եվ արեգակը շարունակում է փայլել հանգիստ եւ կայուն։ 3 միլիարդ տարի անց կյանքը տարածվում է ցամաքի վրա։ Բույսերը, միջատները, ձկները, երկկենցաղները։ Յուրաքանչյուր նոր ձև ավելի բարդ է, քան նախորդը, եւ արեգակը դեռ մնում է կայուն։ Ոչ մի սուպերպայթյուն, ոչ մի կատաստրոֆիկ էներգիայի ազատում։ Պարզապես հաստատուն լույս եւ ջերմություն, օր-օրի, տարի-տարի, միլիոն տարի, միլիոն տարի։ 4 միլիարդ տարի անց դինոզավրերը տիրապետում են մոլորակին։ Նրանք գոյություն ունեն 170 միլիոն տարի, անհավատալի երկար ժամանակ։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում արեգակը մնում է կայուն։ Դինոզավրերը չեն տեսնում սուպերպայթյուններ։ Նրանք չեն ապրում մագնիսական կատաստրոֆաներ։ Նրանց վերջը գալիս է ոչ թե արեգակից, այլ տիեզերքից, աստերոիդի հարվածից։ Եվ վերջապես 650 հազար տարի առաջ հայտնվում են առաջին մարդիկ։ Homo sapiens։ Մենք զարգանում ենք, տարածվում ենք ամբողջ մոլորակով, ստեղծում ենք քաղաքակրթություններ, դյութարարում ենք գրությունը, գիտությունը, տեխնոլոգիան։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում արեգակը շարունակում է փայլել հանգիստ եւ կայուն։ Մենք նայում ենք նրան ամեն առավոտ եւ ընդունում ենք նրա լույսը որպես ինչ-որ բնական բան։ Մենք չենք գիտակցում, թե որքան բացառիկ է այս կայունությունը։ Բայց հիմա, երբ մենք գիտենք, մենք կարող ենք տեսնել իրավիճակը նոր լույսի ներքո։ Յուրաքանչյուր օր, երբ արեգակը ծագում է, մենք տեսնում ենք ոչ թե սովորական երևույթ, այլ տիեզերական հրաշք։ Մենք տեսնում ենք աստղ, որը խախտում է իր սեփական դասի կանոնները։ Մենք տեսնում ենք աստղ, որը ընտրել է կայունությունը բուռնության փոխարեն։ Մենք տեսնում ենք աստղ, որը գուցե պատահականորեն, գուցե ոչ, ստեղծել է պայմաններ մեր գոյության համար։ Եվ սա հանգեցնում է ամենախորը հարցին. արդյոք սա պատահականություն է։ Արդյոք մենք պարզապես անհավատալի բախտավոր ենք, որ ծնվել ենք այս հատուկ աստղի շուրջ, այս հատուկ ժամանակահատվածում։ Կամ թերևս կա ինչ-որ խորը կապ մեր գոյության եւ արեգակի կայունության միջև։ Թերևս կյանքը կարող է զարգանալ միայն այն աստղերի շուրջ, որոնք բավականաչափ հանգիստ են։ Եվ եթե այդպես է,
ապա մենք ապրում ենք ընտրված տիեզերքում, որտեղ կյանքը կարող է գոյություն ունենալ միայն այն տեղերում, որտեղ պայմանները բացառիկ են։ 2022 թվականին Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի աստրոբիոլոգները հրապարակեցին ուսումնասիրություն, որը կոչվում էր «Աստղային կայունություն և կենսագոյության պատուհան»։ Նրանք վերլուծեցին 200,000 աստղեր և նրանց պոտենցիալ բնակելի մոլորակները։ Նրանք հաշվարկեցին, թե որքան ժամանակ յուրաքանչյուր մոլորակ կարող է մնալ բնակելի, հաշվի առնելով աստղի ակտիվությունը։ Արդյունքները ցույց տվեցին, որ միայն մոտավորապես 3% աստղերը ապահովում են բավականաչափ երկար կայուն ժամանակահատված բարդ կյանքի զարգացման համար։ 3%։ Սա նշանակում է, որ մեր գալակտիկայում միայն 6 միլիոնից 12 միլիոն աստղեր կարող են ունենալ մոլորակներ բարդ կյանքով։ Սա դեռևս մեծ թիվ է՝ 6 միլիոն աստղեր։ Բայց երբ մենք հաշվի ենք առնում բոլոր այլ գործոնները՝ մոլորակի չափը, հեռավորությունը աստղից, մթնոլորտի կազմը, մագնիսական դաշտի առկայությունը, ջրի առկայությունը, թիվը դառնում է շատ ավելի փոքր։ Թերևս մի քանի 100,000, թերևս մի քանի տասնյակ հազար։ Մենք չգիտենք ճշգրիտ թիվը, քանի որ մենք դեռ չենք հայտնագործել բավարար էկզոմոլորակներ։ Բայց մենք գիտենք, որ կյանքը, հատկապես բարդ կյանքը, պահանջում է բացառիկ պայմաններ, և մեր արեգակը ապահովում է այդ պայմանները։ Ոչ միայն այժմ, այլ վերջին 4 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում։ Սա անհավատալի երկար ժամանակ է։ Աստղագիտական ժամանակի մասշտաբով սա հսկայական ժամանակահատված է, և այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում արեգակը չի արտադրել ոչ մի սուպերպայթյուն, ոչ մեկը։ Սա նման է նրան, որ նետել մետաղադրամ 4 միլիարդ 500 միլիոն անգամ և ստանալ նույն արդյունքը յուրաքանչյուր անգամ։ Հավանականությունը այնքան ցածր է, որ գրեթե զրոյական է, բայց սա տեղի է ունեցել։ Մենք այստեղ ենք։ Մենք գոյություն ունենք։ Մենք զարգացել ենք այս անհանհավանական կայունության շնորհիվ։ Եվ հիմա, երբ մենք գիտենք սա, մենք կարող ենք տեսնել մեր տեղը տիեզերքում նոր լույսի ներքո։ Մենք ոչ թե պարզապես մոլորակի բնակիչներ ենք, մենք տիեզերական լոտարիայի հաղթողներ ենք։ Մենք ապրում ենք բացառության մեջ, որը թույլ է տվել մեզ գոյություն ունենալ։ Եվ սա հանգեցնում է վերջնական հարցին. ինչ պետք է անենք այս գիտելիքով։ Ինչպես պետք է վերաբերվենք մեր գոյությանը, երբ մենք գիտենք, որ այն կախված է այնպիսի բացառիկ պայմաններից։ 2023 թվականին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները հրապարակեցին զեկույց, որը կոչվում էր «Արեգակային սուպերպայթյունների ռիսկերը և մարդկության ապագան»։ Նրանք վերլուծեցին, թե ինչ կլիներ, եթե արեգակը արտադրեր սուպերպայթյուն հաջորդ 100 տարիների ընթացքում։ Արդյունքները սարսափելի էին, բայց նաև ուսուցողական։ Եթե սուպերպայթյուն տեղի ունենար այսօր, մենք կորցնեինք գրեթե ամբողջ էլեկտրական ցանցը։ Բոլոր արբանյակները կդառնային անօգտագործելի, կապի համակարգերը կքայքայվեին, ինտերնետը կդադարեր գործել։ Բայց ամենավատն այն կլիներ, որ մենք չէինք կարողանա արագ վերականգնվել։ Էլեկտրական ցանցի վերականգնումը կպահանջեր տարիներ, արբանյակների փոխարինումը կպահանջեր տասնամյակներ։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում մարդկությունը կապրեր առանց այն տեխնոլոգիաների, որոնց մենք այնքան սովոր ենք։ Բայց զեկույցը նաև առաջարկեց լուծումներ։ Մենք կարող ենք կառուցել ավելի դիմացկուն էլեկտրական ցանցեր։ Մենք կարող ենք պաշտպանել արբանյակները հատուկ վահաններով։ Մենք կարող ենք ստեղծել վաղ նախազգուշացման համակարգեր, որոնք կտան մեզ ժամանակ պատրաստվելու։ Բայց ամենակարևորը, մենք կարող ենք սովորել գնահատել այն բացառիկ պայմանները, որոնցում մենք ապրում ենք։ Մենք կարող ենք սովորել պաշտպանել մեր մոլորակը, մեր քաղաքակրթությունը, մեր ապագան։ Քանի որ վերջապես, երբ մենք նայում ենք արեգակին, մենք տեսնում ենք ոչ թե պարզապես աստղ, մենք տեսնում ենք մեր գոյության հիմքը։ Մենք տեսնում ենք աստղ, որը անհայտ պատճառներով ընտրել է կայունությունը։ Աստղ, որը 4 միլիարդ 500 միլիոն տարի փայլել է հանգիստ և կանխատեսելի։ Աստղ, որը թույլ է տվել կյանքին զարգանալ, էվոլյուցիա անցնել, հասնել այն կետին, երբ մենք կարող ենք նայել վեր և հարցնել. ինչու։ Ինչու մենք այստեղ ենք։ Ինչու մեր աստղը այդքան տարբեր է։ Եվ թերևս պատասխանը ոչ թե գիտական բացատրություններում է, թերևս պատասխանը ավելի պարզ է։ Մենք այստեղ ենք, քանի որ արեգակը թույլ է տվել մեզ լինել այստեղ։ Մենք գոյություն ունենք, քանի որ մեր աստղը ստեղծել է պայմաններ մեր գոյության համար։ Եվ եթե այդ պայմանները բացառիկ են, եթե դրանք հազվադեպ են տիեզերքում, ապա մեր պարտականությունը պաշտպանել դրանք։
Մեր պարտականությունը գնահատել այն անհավատալի բախտը, որը բերել է մեզ այստեղ։ Քանի որ մենք չգիտենք, թե քանի ժամանակ կտևի այս բախտը, մենք չգիտենք, թե արդյոք Արեգակը կմնա հանգիստ հաջորդ միլիարդ տարիների ընթացքում, թե կսկսի վարվել ինչպես իր եղբայրները։ Մենք ապրում ենք անորոշության մեջ։ Բայց այս անորոշությունը չպետք է մեզ վախեցնի, այն պետք է մեզ ոգեշնչի։ Ոգեշնչի գնահատել յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ծակ, երբ Արեգակը բարձրանում է հանգիստ և կանխատեսելի։ Ոգեշնչի պաշտպանել այն, ինչ մենք ունենք։ Ոգեշնչի նայել դեպի աստղերը և հասկանալ, որ մենք ապրում ենք տիեզերքի ամենահատուկ անկյուններից մեկում։ Երբ աստղաֆիզիկոսները առաջին անգամ սկսեցին համեմատել Արեգակը հազարավոր այլ աստղերի հետ, նրանք սպասում էին գտնել օրինաչափություններ։ Նրանք սպասում էին, որ աստղերը, որոնք ունեն նույն զանգվածը, նույն տարիքը, նույն քիմիական կազմը, կվարվեն նմանատիպ կերպով։ Բայց երբ տվյալները սկսեցին կուտակվել, նրանք տեսան ինչ-որ անսպասելի բան։ Աստղերը, որոնք թղթի վրա նույնական էին, իրականում ցուցաբերում էին կտրուկ տարբեր վարքագիծ։ Որոշները հանգիստ էին, ինչպես մեր Արեգակը, բայց մեծամասնությունը բուռն, անկանխատեսելի, վտանգավոր։ 2020 թվականին Իսպանիայի Կանարյան կղզիների աստղաֆիզիկական ինստիտուտի թիմը ստեղծեց ամենամանրամասն կատալոգը G տիպի աստղերի մագնիսական ակտիվության մասին։ Նրանք ուսումնասիրեցին 350,000 աստղեր, օգտագործելով Կեպլեր, TESS և Gaia տիեզերական հեռադիտակների տվյալները։ Յուրաքանչյուր աստղի համար նրանք չափեցին պայծառության տատանումները, պտույտի արագությունը, մագնիսական ակտիվության ցիկլերը։ Արդյունքները ցույց տվեցին ինչ-որ անհավատալի բան։ Աստղերը բաժանվում էին երկու խմբի՝ հանգիստ և ակտիվ, և այս երկու խմբերի միջև գրեթե ոչինչ չկա։ Չկային անցուդարձային ձևեր։ Սա նման էր նրան, որ ուսումնասիրել 100,000 մարդկանց սրտի ռիթմերը և հայտնաբերել, որ կեսը ունի նորմալ սիրտի բաբախյուն 70-ից 80 հարված րոպեում, իսկ մյուս կեսը 200 հարված րոպեում, առանց ոչ մի միջանկյալ տարբերակի, առանց մարդկանց, որոնք ունեն 100 կամ 150 հարված, պարզապես երկու ծայրահեղություն։ Եվ մեր Արեգակը պատկանում էր հանգիստ խմբին, այն 10%-ին, որոնք վարվում էին այնպես, ինչպես աստղերը պետք է վարվեին։ Բայց ինչու գոյություն ունի այս բաժանումը։ Ինչու աստղերը չեն բաշխվում հավասարաչափ ամբողջ սպեկտրում, շատ հանգիստից մինչև շատ ակտիվ։ Ինչու կան միայն երկու ռեժիմ՝ կայուն և քաոսային։ Պատասխանը, ինչպես պարզվեց, թաքնված էր աստղերի ներսում տեղի ունեցող մագնիսական դինամոյի մեջ։ Պատկերացրեք, որ աստղի ներսում կա հսկայական մեքենա, որը վերածում է շարժումը մագնիսական էներգիայի։ Այս մեքենան աշխատում է հետևյալ սկզբունքով. տաք պլազման հոսքերը բարձրանում են դեպի մակերես, 2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի աստղաֆիզիկոսները ստեղծեցին համակարգչային մոդել, որը սիմուլյացիա էր անում այս մագնիսական դինամոյի աշխատանքը։ Նրանք օգտագործեցին ամենահզոր սուպեր համակարգիչներից մեկը Fugaku, որը կարող էր կատարել 415 պետաֆլոպ հաշվարկներ վայրկյանում։ Մոդելը պարունակում էր միլիարդավոր փոփոխականներ և հաշվի էր առնում բոլոր հայտնի ֆիզիկական պրոցեսները՝ կոնվեկցիան, պտույտը, մագնիսական դաշտերի դինամիկան, ջերմային փոխանցումը։ Երբ նրանք գործարկեցին սիմուլյացիան, նրանք տեսան ինչ-որ հիանալի բան։ Մագնիսական դինամոն կարող էր գործել երկու ռեժիմում։ Առաջին ռեժիմում, կայուն ռեժիմում, մագնիսական դաշտը աճում և նվազում էր կանոնավոր ցիկլերով։ Պայթյունները տեղի էին ունենում պարբերաբար, բայց նրանց ուժը մնում էր համեմատաբար ցածր։ Համակարգը գտնվում էր հավասարակշռության մեջ։ Երկրորդ ռեժիմում, քաոսային ռեժիմում, մագնիսական դաշտը դառնում էր անկանխատեսելի։ Այն կարող էր հանկարծ աճել հսկայական արժեքների, հետո կտրուկ նվազել։ Պայթյունները դառնում էին ավելի հաճախակի և ավելի հզոր։ Համակարգը գտնվում էր քաոսի եզրին։ Եվ ամենահետաքրքիրը, անցումը այս երկու ռեժիմների միջև կախված էր շատ փոքր տարբերություններից սկզբնական պայմաններում։ Եթե աստղը ծնվում էր մի փոքր ավելի արագ պտույտով, այն ընկնում էր քաոսային ռեժիմ։ Եթե նրա կոնվեկտիվ գոտին մի փոքր ավելի բարակ էր, նույն արդյունքը։ Եթե նրա մագնիսական դաշտը սկզբում մի փոքր ավելի ուժեղ էր, նույնպես։ Սա նման էր նրան, որ փոքր փոփոխություն սկզբնական պայմաններում հանգեցնում էր կտրուկ տարբեր ապագայի։ Այս երևույթը ֆիզիկայում կոչվում է քաոսի տեսություն։ Համակարգերը, որոնք շատ զգայուն են սկզբնական պայմաններին,
կարող են ցուցաբերել կտրուկ տարբեր վարքագիծ, նույնիսկ եթե սկզբնական տարբերությունները շատ փոքր են։ Դասական օրինակը՝ եղանակը։ Փոքր փոփոխություն մթնոլորտային ճնշման մեջ մեկ վայրում կարող է հանգեցնել փոթորկի ձևավորմանը հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։ Նույն սկզբունքը գործում է աստղերի մագնիսական դինամոյի մեջ, եւ սա բացատրում է, թե ինչու մեր Արեգակը այդքան տարբեր է իր եղբայրներից։ Երբ Արեգակը ծնվեց 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, նրա սկզբնական պայմանները պատահականորեն ընկան այն ներտիրույթում, որը հանգեցնում է կայուն ռեժիմի։ Թերևս նա պտտվում էր մի փոքր ավելի դանդաղ։ Թերևս նրա կոնվեկտիվ գոտին մի փոքր ավելի հաստ էր։ Թերևս Յուպիտերիցի ձևավորումը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին եւ ճիշտ հեռավորության վրա, որպեսզի կայունացնի Արեգակի պտույտը։ Մենք չգիտենք ճշգրիտ պատճառները, բայց մենք գիտենք արդյունքը՝ 4 միլիարդ 500 միլիոն տարի կայունություն։ Հիմա պատկերացրեք, որ մենք կարող ենք տեսնել մեր գալակտիկան որպես հսկայական քարտեզ, որտեղ յուրաքանչյուր աստղ նշված է իր ակտիվության մակարդակով։ Կայուն աստղերը կանաչ, ակտիվ աստղերը կարմիր։ Երբ մենք նայում ենք այս քարտեզին, մենք տեսնում ենք հետաքրքիր նախշ։ Կանաչ աստղերը խմբավորված չեն պատահականորեն։ Նրանք հակված են կենտրոնանալ որոշակի տարածքներում, այն տարածքներում, որտեղ աստղագոյացումը դանդաղ է, որտեղ միջաստղային միջավայրը հանգիստ է, որտեղ սուպերնովաների պայթյունները հազվադեպ են։ 2022 թվականին Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի աստղաֆիզիկոսները ստեղծեցին եռաչափ քարտեզ Ծիրանի ճանապարհի աստղերի բաշխման։ Նրանք օգտագործեցին Գայա տիեզերական հեռադիտակի տվյալները, որը չափել էր 1 միլիարդ 700 միլիոն աստղերի դիրքերը եւ արագությունները անհավատալի ճշգրտությամբ։ Քարտեզը ցույց տվեց, որ մեր Արեգակը գտնվում է այն տարածքում, որը կոչվում է Որիոնի բազուկ։ Սա գալակտիկայի ոլորապտույտ բազուկներից մեկն է, որտեղ աստղերը համեմատաբար հազվադեպ են եւ միջաստղային միջավայրը հանգիստ է։ Բայց ավելի հետաքրքիրը, Արեգակը գտնվում է այն, ինչ աստրոֆիզիկոսները անվանում են համաստեղային ընդմիջում։ Սա տարածության տարածք է, որը գտնվում է երկու ոլորապտույտ բազուկների միջև։ Այստեղ աստղերի խտությունը ավելի ցածածր է, քան բազուկներում։ Նոր աստղերի ձևավորումը գրեթե դադարել է։ Սուպերնովաների պայթյունները չափազանց հազվադեպ են։ Սա նման է նրան, որ ապրել հանգիստ արվարձանում հեռու քաղաքի աղմուկից եւ վտանգներից։ Եվ հենց այս հանգիստ տարածքում մեր Արեգակը ապրել է վերջին 4 միլիարդ 500 միլիոն տարիները։ Բայց սա դեռ ամբողջ պատկերը չէ։ 2023 թվականին Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանի աստղաֆիզիկոսները հայտնագործեցին հակված են լինել ավելի կայուն։ Սա կապված է նրա հետ, որ դանդաղ շարժվող աստղերը ավելի քիչ են ենթարկվում գալակտիկական պատերի անցումներին, այն տարածքներին, որտեղ աստղերի եւ գազի խտությունը ավելի բարձր է։ Մեր Արեգակը շարժվում է գալակտիկայում համեմատաբար դանդաղ արագությամբ 220 կմ/վ։ Սա մոտավորապես համապատասխանում է գալակտիկայի պտույտի արագությանը մեր տարածքում։ Սա նշանակում է, որ Արեգակը գրեթե չի անցնում գալակտիկական պատերինի միջով։ Նա շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է հանգիստ, կայուն ուղեծրով, խուսափելով այն տարածքներից, ուր գալակտիկան շարժվում է Եվ սա հանգեցնում է մեզ ամենահետաքրքիր հարցին. քանի աստղեր գալակտիկայում գտնվում են նմանատիպ բարենպաստ պայմաններում։ 2024 թվականին Շվեդիայի Ստոկհոլմի համալսարանի աստղաֆիզիկոսները կատարեցին համապարփակ վերլուծություն։ Նրանք հաշվի առան բոլոր հայտնի գործոնները՝ աստղի զանգվածը, տարիքը, քիմիական կազմը,
պտույտի արագությունը, գտնվելու վայրը գալակտիկայում, շարժման արագությունը, մագնիսական ակտիվության մակարդակը։ Արդյունքները ցույց տվեցին, որ միայն մոտավորապես կես տոկոս աստղերը համապատասխանում են բոլոր չափանիշներին։ Կես տոկոս։ 200 միլիարդից 400 միլիարդ աստղերից միայն 1 միլիարդից 2 միլիարդը գտնվում են այնպիսի պայմաններում, որոնք նպաստում են բարդ կյանքի զարգացմանը։ Սա դեռևս մեծ թիվ է։ Բայց երբ մենք հաշվի ենք առնում, որ այդ աստղերից միայն փոքր մասը ունի մոլորակներ ճիշտ չափերի և ճիշտ հեռավորության վրա, թիվը դառնում է շատ ավելի փոքր։ Բայց եկեք խորանանք ավելի խորը։ Եկեք նայենք ոչ թե միայն աստղերին, այլ նաև մոլորակներին։ Քանի որ նույնիսկ եթե աստղը կայուն է, մոլորակը պետք է ունենա ճիշտ պայմաններ կյանքի համար։ Եվ այս պայմանները շատ ավելի սահմանափակող են, քան մենք մտածում էինք։ 2025 թվականին Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի աստրոբիոլոգները հրապարակեցին ուսումնասիրություն, որը կոչվում էր «Բարդ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ամբողջական ցանկը»։ Նրանք վերլուծեցին բոլոր հայտնի գործոնները, որոնք ազդում են կյանքի զարգացման վրա։ Ցանկը ներառում էր 56 տարբեր պայման։ 56։ Եվ յուրաքանչյուր պայման պետք է բավարարվեր միաժամանակ։ Առաջին պայմանը՝ մոլորակը պետք է գտնվի ոչ հեռու մոլորակներից, որոնք ունեն նմանատիպ կյանք։ Բնակելի գոտում։ Սա այն տարածքն է աստղի շուրջ, որտեղ ջերմաստիճանը թույլ է տալիս ջրին լինել հեղուկ վիճակում։ Չափազանց մոտ աստղին ջուրը գոլորշիանում է, չափազանց հեռու այն սառչում է։ Երկրի համար այս գոտին տարածվում է մոտավորապես 0.9 աստղագիտական միավորից մինչև 1.5 աստղագիտական միավոր։ Մեկ աստղագիտական միավորը հավասար է Երկրի և Արեգակի միջև հեռավորությանը՝ 150 միլիոն կիլոմետր։ Երկիրը գտնվում է մեկ աստղագիտական միավորի հեռավորության վրա, ճիշտ բնակելի գոտու մեջտեղում։ Երկրորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենա ճիշտ զանգված։ Չափազանց փոքր մոլորակը չի կարող պահել մթնոլորտ։ Նրա ձգողական դաշտը չափազանց թույլ է, գազերը փախչում են տիեզերք։ Չափազանց մեծ մոլորակը պահում է չափազանց հաստ մթնոլորտ։ Մակերեսի ճնշումը դառնում է այնքան բարձր, որ հեղուկ ջուրը չի կարող գոյություն ունենալ։ Երկրի զանգվածը 6 միլիարդ տրիլիոն կիլոգրամ գտնվում է ճիշտ տիրույթում։ Երրորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենա մագնիսական դաշտ։ Այս դաշտը պաշտպանում է մթնոլորտը արեգակային քամուց, լիցքավորված մասնիկների հոսքից, որը գալիս է աստղից։ Առանց մագնիսական դաշտի արեգակային քամին մդանդաղորեն քայքայում է մթնոլորտը։ Մարսը, օրինակ, կորցրել է իր մագնիսական դաշտը միլիարդավոր տարիներ առաջ։ Արդյունքում նրա մթնոլորտը քայքայվել է, և Մակերեսը դարձել է անբնակելի։ Երկիրը ունի ուժեղ մագնիսական դաշտ, որը ստեղծվում է հեղուկ երկաթե միջուկի շարժումների կողմից։ Չորրորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենա կայուն պտույտի առանցք։ Երկրի պտույտի առանցքը թեքված է 23.5 աստիճանով։ Այս թեքությունը ստեղծում է եղանակաշրջաններ։ Բայց ավելի կարևորը, այս թեքությունը մնում է համեմատաբար կայուն միլիոնավոր տարիների ընթացքում։ Սա տեղի է ունենում, քանի որ Երկիրը ունի լուսին, հսկայական արբանյակ, որը կայունացնում է պտույտի առանցքը։ Առանց լուսնի Երկրի առանցքը կտատանվեր քաոսային կերպով, ստեղծելով կտրուկ կլիմայական փոփոխություններ, որոնք կդժվարացնեին կյանքի զարգացումը։ Հինգերորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենի տեկտոնիկ ակտիվություն։ Երկրի մակերեսը բաժանված է տեկտոնիկ սոնիկ սալերի, որոնք շարժվում են միմյանց նկատմամբ։ Այս շարժումը ստեղծում է լեռներ, օվկիանոսներ, հրաբուխներ։ Բայց ավելի կարևորը, այն ստեղծում է ածխածնի ցիկլ։ Ածխածինը, որը գտնվում է մթնոլորտում, լուծվում է անձրևի ջրում, հասնում օվկիանոս, նստվում է հատակին, ներծծվում է տեկտոնիկ սալերի կողմից, տեղափոխվում է երկրի խորքը, հետո վերադառնում է մթնոլորտ հրաբուխների միջոցով։ Այս ցիկլը կարգավորում է մթնոլորտի ածխածնի քանակը և պահում է կլիման կայուն միլիարդավոր տարիների ընթացքում։ Վեցերորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենա ջուր, շատ ջուր։ Երկրի մակերեսի 71%-ը ծածկված է օվկիանոսներով։ Այս ջուրը ոչ միայն անհրաժեշտ է կյանքի համար, այլև կարգավորում է կլիման։ Օվկիանոսները կլանում են ջերմությունը հասարակածային գոտում և տեղափոխում են այն բևեռներ։ Նրանք կլանում են ածխածինը մթնոլորտից և պահում են այն իրենց խորքերում։ Նրանք ստեղծում են անձրևի ցիկլեր, որոնք ջրում են ցամաքը։ Յոթերորդ պայմանը։ Մոլորակը պետք է ունենա ճիշտ մթնոլորտային կազմ։
Երկրի մթնոլորտը պարունակում է 78% ազոտ, 21% թթվածին, 0.4% ածխածին։ Այս համամասնությունը ստեղծում է ջերմոցային էֆեկտ, որը պահում է մակերեսի ջերմաստիճանը բավարար տիրույթում։ Չափազանց քիչ ջերմոցային գազեր մոլորակը սառչում է, չափազանց շատ այն տաքանում է։ Երկիրը գտնվում է ճիշտ հավասարակշռության մեջ։ 8-րդ պայմանը։ Մոլորակը պետք է պաշտպանված լինի աստերոիդների հարվածներից։ Երկիրը ունի Յուպիտեր, հսկա մոլորակ, որը գործում է որպես տիեզերական վահան։ Յուպիտերի հսկայական ձգողական դաշտը գրավում է կամ շեղում է շատ աստերոիդներ և կոմետներ, որոնք հակառակ դեպքում կարող էին հարվածել Երկրին։ Առանց Յուպիտերի Երկիրը կենթարկվեր շատ ավելի հաճախակի աստերոիդային հարվածների, որոնք կդժվարացնեին կյանքի զարգացումը։ 9. Մոլորակը պետք է ունենա կայուն կլիմա միլիարդավոր տարիների ընթացքում։ Սա պահանջում է, որ աստղը մնա կայուն, որ մոլորակի ուղեծրը չփոխվի էականորեն, որ մթնոլորտային կազմը մնա հավասարակշռված։ Երկիրը բավարարել է այս պայմանը վերջին 3 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում, այն ժամանակահատվածը, երբ կյանքը գոյություն է ունեցել մոլորակի վրա։ Եվ սա միայն առաջին 9 պայմաններն են։ Օքսֆորդի ուսումնասիրությունը ներառում էր ևս 47 պայման, օզոնային շերտի առկայությունից մինչև ճիշտ քանակությամբ ֆոսֆոր հողում, ճիշտ քանակությամբ երկաթ օվկիանոսներում, ճիշտ քանակությամբ ուրան մթնոլորտում։ Յուրաքանչյուր պայման անհրաժեշտ է, եւ բոլորը պետք է բավարարվեն միաժամանակ։ Երբ հետազոտողները հաշվարկեցին հավանականությունը, որ պատահական մոլորակը կբավարարի բոլոր 56 պայմանները, նրանք ստացան թիվ, որը այնքան փոքր էր, որ գրեթե անիմաստ էր։ 1/10 միլիարդ տրիլիոնից։ Սա նշանակում է, որ եթե մեր գալակտիկան պարունակում է 200 միլիարդ աստղեր եւ յուրաքանչյուր աստղը միջինում ունի 1 մոլորակ, ապա միայն մոտավորապես 20 մոլորակներ կբավարարեն բոլոր պայմանները։ 20 մոլորակներ ամբողջ գալակտիկայում։ Բայց սա դեռ ամենավատը չէ, քանի որ նույնիսկ եթե մոլորակը բավարարում է բոլոր պայմանները, կյանքը դեռ պետք է հայտնվի, եւ մենք չգիտենք, թե որքան հավանական է սա։ Կյանքի ծագումը դեռևս մնում է գիտության ամենամեծ խորհուրդներից մեկը։ Մենք գիտենք, որ Երկրի վրա կյանքը հայտնվել է համեմատաբար արագ, մոտավորապես 100 միլիոն տարի անց, երբ մոլորակը դարձավ բավարար հանգիստ։ Բայց մենք չգիտենք, թե արդյոք սա տիպիկ է, թե բացառիկ։ 2026 թվականին Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիկոսները փորձեցին վերստեղծել կյանքի ծագումը լաբորատորիայում։ Նրանք վերցրին պարզ մոլեկուլներ՝ ջուր, ամոնիակ, մեթան, ջրածին եւ ենթարկեցին դրանք էլեկտրական լիցքերի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման։ Սրանք այն պայմաններն են, որոնք գոյություն ունեին վաղ Երկրի վրա։ Մի քանի շաբաթ անց նրանք հայտնագործեցին, որ ձևավորվել են ավելի բարդ մոլեկուլներ՝ ամինաթթուներ, նուկլեոտիդներ, շաքարներ։ Սրանք կյանքի շինանյութերն են։ Բայց անցումը այս պարզ մոլեկուլներից մինչև ինքնավերարտադրվող բջիջներ դեռևս հսկայական քայլ է, եւ մենք չգիտենք, թե որքան ժամանակ է պահանջվում այս քայլը կատարելու համար։ Թերևս միլիոն տարի, թերևս միլիարդ տարի, թերևս միլիարդ տարի։ Თ-ն երբեք չի տեղի ունենում մեծ մասի մոլորակներում։ Մենք պարզապես չգիտենք։ Եվ սա հանգեցնում է մեզ ամենախորը հարցին. արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ Արդյոք կան այլ քաղաքակրթություններ այլ աստղերի շուրջ, կամ թերևս մենք եզակի ենք, միակ տեղը ամբողջ տիեզերքում, որտեղ կյանքը զարգացել է բարդ ձևերի մինչև։ 2027 թվականին Միացյալ Նահանգների Սետի ինստիտուտը, արտաերկրային բանականության որոնման ինստիտուտը, հրապարակեց զեկույց իրենց 6 տասնամյակ աշխատանքի մասին։ Նրանք ունեցել են հսկայական ռադիոտելեսկոպներ, որոնք լսում են ազդանշաններ այլ քաղաքակրթություններից։ Նրանք վերլուծել են միլիոնավոր աստղեր։ Նրանք փնտրել են ցանկացած նշան արհեստական ծագման, ռադիոհաղորդումներ, լազերային ազդանշաններ, անսովոր սպեկտրալ գծեր։ Արդյունքը՝ լռություն, ամբողջական լռություն, ոչ մի ազդանշան, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի ապացույց այլ քաղաքակրթությունների գոյության։ Սա կոչվում է Ֆերմիի պարադոքս, անվանված իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի անունով, որը առաջին անգամ ձևակերպեց այս հարցը։ Եթե տիեզերքը այդքան հսկայական է, եթե կան միլիարդավոր աստղեր եւ միլիարդավոր մոլորակներ, ապա ուր են բոլորը։ Ինչու մենք չենք տեսնում նրանց։ Ինչու մենք չենք լսում նրանց։ Մեկ հնարավոր պատասխանը կյանքը չափազանց հազվադեպ է։ Թերևս պայմանները, որոնք անհրաժեշտ են կյանքի համար,
այդքան սահմանափակող են, որ միայն մի քանի մոլորակներ ամբողջ տիեզերքում բավարարում են դրանք։ Եվ այդ մոլորակներից միայն փոքր մասում կյանքը իրականում հայտնվում է։ Եվ այդ մոլորակներից միայն փոքր մասում կյանքը զարգանում է բարդ ձևերի մինչև։ Եվ այդ մոլորակներից միայն փոքր մասում բարդ կյանքը զարգանում է տեխնոլոգիական քաղաքակրթության մինչև։ Երբ մենք բազմապատկում ենք այս բոլոր փոքր հավանականությունները, մենք ստանում ենք թիվ, որը կարող է բացատրել Ֆերմիի պարադոքսը։ Թերևս մենք իսկապես միայնակ ենք։ Ոչ թե ամբողջ տիեզերքում։ Տիեզերքը չափազանց հսկայական է, բայց թերևս մեր գալակտիկայում, թերևս մոտակա մի քանի գալակտիկաներում, թերևս մենք ամենամոտ քաղաքակրթությունը միլիարդավոր լուսատարիների հեռավորության վրա։ Եվ եթե այդպես է, ապա մեր պարտականությունը դառնում է ավելի մեծ։ Մենք ոչ միայն պետք է պաշտպանենք մեր սեփական գոյությունը, մենք պետք է պաշտպանենք կյանքը որպես երևույթ։ Քանի որ եթե մենք անհետանանք, թերևս կյանքը կանհետանա այս տիեզերքի մասից։ Թերևս միլիարդավոր տարիներ կանցնեն, մինչև այն կրկին հայտնվի ուրիշ տեղում։ Սա սարսափելի պատասխանատվություն է, բայց սա նաև հիանալի հնարավորություն է։ Մենք ապրում ենք ժամանակում, երբ մենք առաջին անգամ կարող ենք հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Մենք առաջին անգամ կարող ենք չափել, թե որքան բացառիկ են մեր պայմանները։ Մենք առաջին անգամ կարող ենք գնահատել, թե որքան բախտավոր ենք մենք։ Եվ այս գիտելիքը պետք է փոխի մեր հայացքը։ Երբ մենք նայում ենք Արեգակին, մենք պետք է տեսնենք ոչ թե պարզապես աստղ, մենք պետք է տեսնենք հրաշք։ Աստղ, որը խախտում է իր սեփական դասի կանոնները։ Աստղ, որը ստեղծել է պայմաններ մեր գոյության համար։ Աստղ, որը գուցե պատահականորեն, գուցե ոչ, ընտրել է կայունությունը բուռնության փոխարեն։ Եվ երբ մենք նայում ենք երկրին, մենք պետք է տեսնենք ոչ թե պարզապես մոլորակ։ Մենք պետք է տեսնենք տիեզերական լոտարիայի հաղթանակ։ Մոլորակ, որը բավարարում է 56 անհրաժեշտ պայման։ Մոլորակ, որը գտնվում է ճիշտ հեռավորության վրա ճիշտ աստղից։ Մոլորակ, որը ունի ճիշտ զանգվածը, ճիշտ մթնոլորտը, ճիշտ մագնիսական դաշտը, ճիշտ արբանյակը, մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն աչքերն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Մենք այն միջոցն ենք, եւ մենք ապրում ենք մեկի շուրջ այդ հազվադեպ, բացառիկ, հրաշալի աստղերից։ Սա մեր պատմությունն է, սա մեր ժառանգությունն է, եւ սա մեր ապագան է, եթե մենք ընտրենք պաշտպանել այն։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք լաբորատորիայում եւ ձեր առջև գտնվում է երկու նույնական ապակե անոթներ, երկուսում էլ նույն քիմիական լուծույթը, նույն ջերմաստիճանը, նույն ճնշումը։ Դուք սկսում եք փորձը միաժամանակ, բայց մեկ ժամ անց առաջին անոթում լուծույթը մնում է թափանցիկ, իսկ երկրորդում դառնում է կապույտ։ Նույն սկզբնական պայմանները, բայց կտրուկ տարբեր արդյունքներ։ Դուք կրկնում եք փորձը 100 անգամ, յուրաքանչյուր անգամ նույն բաժանումը։ Կեսը մնում է թափանցիկ, կեսը դառնում է կապույտ։ Եվ դուք չեք կարող կանխատեսել, թե որ անոթը կդառնա կապույտ։ Սա ճիշտ այն իրավիճակն է, որի հետ բախվեցին աստղաֆիզիկոսները, երբ փորձեցին հասկանալ, թե ինչու որոշ աստղեր մնում են կայուն, իսկ մյուսները ոչ։ Նրանք հայտնագործեցին,
որ աստղերի վարքագիծը որոշվում է ոչ թե միայն նրանց զանգվածով կամ տարիքով, այլ ինչ-որ ավելի խորը բանով, ինչ-որ բանով, որը թաքնված է քաոսի տեսության մեջ։ 2028 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները կատարեցին ամենամանրամասն սիմուլյացիան աստղերի ձևավորման պրոցեսի։ Նրանք մոդելավորեցին 1000 աստղեր, որոնք բոլորը ծնվեցին նույն մոլորակային ամպից, նույն սկզբնական պայմաններից։ Տեսականորեն այս աստղերը պետք է լինեին գրեթե նույնական, բայց երբ սիմուլյացիան ավարտվեց, արդյունքները ցույց տվեցին ինչ-որ սարսափելի բան։ Աստղերը բաժանվեցին երկու խմբի, ճիշտ այնպես, ինչպես իրական դիտարկումներում։ 600 աստղեր դարձան ակտիվ, 400 կայուն։ Եվ տարբերությունը սկսվեց առաջին մի քանի միլիոն տարիների ընթացքում, երբ աստղերը դեռ ձևավորվում էին։ Բայց ամենահետաքրքիրը, երբ հետազոտողները փորձեցին փոխել սկզբնական պայմանները միայն 1%-ով, փոքր փոփոխություն մոլորակային ամպի խտության մեջ, կամ պտույտի արագության մեջ, կամ մագնիսական դաշտի ուժի մեջ, աստղերի բաժանումը ամբողջովին փոխվեց։ Աստղերը, որոնք նախորդ սիմուլյացիայում դարձել էին կայուն, հիմա դառնում էին ակտիվ։ Եվ հակառակը։ Համակարգը ցուցաբերում էր այն, ինչ մաթեմատիկոսները անվանում են քաոսային զգայունություն, անհավատալի զգայունություն սկզբնական պայմաններին։ Սա նշանակում է, որ երբ Արեգակը ծնվեց 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, նրա ճակատագիրը որոշվեց առաջին մի քանի միլիոն տարիների ընթացքում։ Փոքր տարբերություններ, մի փոքր ավելի դանդաղ պտույտ, մի փոքր ավելի հաստ կոնվեկտիվ գոտի, մի փոքր ավելի թույլ մագնիսական դաշտ, եւ Արեգակը ընկավ կայուն ռեժիմ։ Եթե այդ պայմանները լինեին միայն մի փոքր տարբեր, մենք հիմա չէինք լինի այստեղ։ Մեր Արեգակը կարտադրեր սուպերպայթյուններ, եւ կյանքը երկրի վրա երբեք չէր զարգանա։ Հիմա ես գիտեմ, թե ինչ եք մտածում։ Սա հնչում է ինչպես հեքիաթ։ Ինչպես կարող է փոքր տարբերություն սկզբնական պայմաններում հանգեցնել այդքան մեծ տարբերության միլիարդավոր տարիներ հետո։ Սա չափազանց հարմար է։ Չափազանց նման է նրան, որ մենք պարզապես փնտրում ենք բացատրություն մեր գոյության համար։ Եվ դուք ճիշտ եք, լինել կասկածամիտ։ Գիտությունը առաջ է շարժվում կասկածի միջոցով։ Բայց եկեք նայենք ապացույցներին։ 2029 թվականին Գերմանիայի Մաքս Պլանկի Արեգակային համակարգի հետազոտությունների ինստիտուտի թիմը հրապարակեց ուսումնասիրություն, որը կոչվում էր «Աստղային քաոսի փորձարարական ապացույցները»։ Նրանք վերլուծեցին 200 զույգ աստղեր, երկվորյակ աստղեր, որոնք ծնվել են միաժամանակ նույն մոլորակային ամպից։ Տեսականորեն այս աստղերը պետք է լինեին գրեթե նույնական, նույն զանգվածը, նույն տարիքը, նույն քիմիական կազմը։ Բայց երբ նրանք չափեցին այս աստղերի մագնիսական ակտիվությունը, նրանք հայտնագործեցին ինչ-որ անհավատալի բան։ Երկվորյակ աստղերի 28%-ում մեկ աստղը կայուն էր, իսկ մյուսը ակտիվ։ Նույն ծագումը, բայց կտրուկ տարբեր վարքագիծ։ Սա ուղղակի ապացույց էր, որ փոքր տարբերություններ սկզբնական պայմաններում, տարբերություններ, որոնք այնքան փոքր են, որ մենք չենք կարող դրանք չափել, կարող են հանգեցնել կտրուկ տարբեր ապագայի։ Բայց սա դեռ չի բացատրում, թե ինչու մեր Արեգակը ընկավ կայուն խմբում։ Ինչու ոչ թե ակտիվ։ Արդյոք սա պարզապես բախտ էր, կամ թերևս կա ինչ-որ խորը պատճառ, որը մենք դեռ չենք հասկանում։ 2030 թվականին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի աստղաֆիզիկոսները առաջարկեցին նոր տեսություն։ Նրանք ուսումնասիրեցին Արեգակային համակարգի ձևավորման պատմությունը եւ հայտնագործեցին ինչ-որ ծրագիր հետաքրքիր բան։ Յուպիտերը, մեր ամենամեծ մոլորը, ձևավորվել է շատ արագ, միայն 3 միլիոն տարի անց Արեգակի ծնունդից։ Սա անսովոր արագ է։ Մեծ մասի աստղային համակարգերում հսկա մոլորակները ձևավորվում են 10 կամ 20 միլիոն տարի անց, եւ այս վաղ ձևավորումը ունեցավ կարևոր հետևանք։ Յուպիտերի հսկայական ձգողական դաշտը սկսեց ազդել Արեգակի վրա շատ վաղ, հենց այն ժամանակ, երբ Արեգակի մագնիսական դինամոն դեռ ձևավորվում էր։ Այս ազդեցությունը կայունացրեց Արեգակի պտույտը եւ նվազեցրեց տարբերակված պտույտը, այն գործոնը, որը ստեղծում է ուժեղ մագնիսական դաշտեր։ Արդյունքում Արեգակը ընկավ կայուն ռեժիմ։ Բայց սա դեռ տեսություն է։ Մենք չունենք ուղղակի ապացույց, որ հենց այդպես էր։ Մենք չենք կարող վերադառնալ ժամանակում եւ տեսնել, թե ինչպես էր Յուպիտերը ձևավորվում։ Մենք կարող ենք միայն կառուցել մոդելներ եւ համեմատել դրանք դիտարկումների հետ։ Եվ այստեղ մենք բախվում ենք գիտության սահմաններին։ Գիտությունը հիանալի է բացատրելու համար, թե ինչպես են աշխատում բաները, բայց այն ավելի քիչ հիանալի է բացատրելու համար,
թե ինչու բաները այդպես են, ինչպես կան։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է Արեգակը ստեղծում իր մագնիսական դաշտը, բայց մենք չենք կարող ամբողջովին բացատրել, թե ինչու այդ մագնիսական դաշտը այդքան թույլ է։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես են աստղերը բաժանվում կայուն և ակտիվ խմբերի, բայց մենք չենք կարող ամբողջովին բացատրել, թե ինչու մեր Արեգակը ընկավ առաջին խմբում։ Եվ սա ոչ թե գիտության թուլություն է, սա գիտության ուժն է։ Գիտությունը ազնիվ է իր սահմանների մասին։ Այն ճանաչում է, թե ինչ գիտի և ինչ չգիտի։ Այն չի փորձում լրացնել բացերը հեքիաթներով կամ հավատքով։ Այն ասում է. մենք դեռ չգիտենք, բայց մենք շարունակում ենք փնտրել։ 2031 թվականին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները հրապարակեցին զեկույց, որը կոչվում էր Արեգակային կայունության անորոշությունները։ Նրանք ցուցակագրեցին բոլոր բաները, որոնք մենք դեռ չգիտենք մեր Արեգակի մասին։ Ցանկը ներառում էր 35 հիմնական հարց։ Ինչու Արեգակի կոնվեկտիվ գոտին ունի հենց այդ հաստությունը։ Ինչու նրա պտույտի արագությունը հգությունը հենց այդ արժեքն է։ Ինչու նրա մագնիսական ցիկլը տևում է 11 տարի, ոչ թե 10 կամ 12։ Ինչու նա չի արտադրել սուպերպայթյուններ վերջին 4 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր հարցի համար նրանք ունեին մասնակի բացատրություններ, բայց ոչ մի ամբողջական պատասխան։ Եվ սա նորմալ է։ Գիտությունը առաջ է շարժվում փոքր քայլերով։ Յուրաքանչյուր նոր հայտնագործություն պատասխանում է մեկ հարցի, բայց բացում է երկու նոր հարց։ Սա անվերջ պրոցես է, և սա հիանալի է։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես գիտենք։ Մենք գիտենք, որ մեր Արեգակը բացառիկ է։ 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 Մենք գիտենք, որ մեր Արեգակը բացառիկ է, որ նա պատկանում է աստղերի ամենահանգիստ 10%-ին։ Մենք գիտենք, որ այս կայունությունը թույլ է տվել կյանքին զարգանալ երկրի վրա։ Մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք, որ առանց այս կայունության մենք չէինք լինի այստեղ։ Եվ մենք գիտենք Յուպիտերի ազդեցությունը։ Արդյունքները ցույց տվեցին 3 հնարավոր սցենար։ Առաջին սցենարում, օպտիմիստական սցենարում, Արեգակը շարունակում է մնալ կայուն ևս 750 միլիոն տարի։ Այս ժամանակահատվածի ընթացքում նա դանդաղորեն դանդաղում եղում է։ Նրա մագնիսական դաշտը թուլանում է, նրա ակտիվությունը նվազում է, բայց նա չի արտադրում սուպերպայթյուններ։ Կյանքը երկրի վրա կարող է շարունակվել և զարգանալ։ Այս սցենարի հավանականությունը 25% է։ Երկրորդ սցենարում, միջին սցենարում, Արեգակը սկսում է ցուցաբերել ավելի մեծ ակտիվություն, մոտավորապես 200 միլիոն տարի հետո։ Նրա մագնիսական ցիկլերը դառնում են ավելի ինտենսիվ, պայթյունները ավելի հաճախակի և ավելի հզոր, բայց դեռ ոչ սուպերպայթյուններ։ Կյանքը երկրի վրա կենթարկվի ավելի մեծ ճառագայթման, բայց կարող է հարմարվել։ Այս սցենարի հավանականությունը 50%։ Երրորդ սցենարում, պեսիմիստական սցենարում, Արեգակը անցնում է ակտիվ ռեժիմ մոտավորապես 50 միլիոն տարի հետո։ Նա սկսում է արտադրել սուպերպայթյուններ,
միջինում մեկ անգամ յուրաքանչյուր 5000 տարին մեկ։ Յուրաքանչյուր սուպերպայթյուն ոչնչացնում է օզոնային շերտի մեծ մասը։ Բարդ կյանքը երկրի վրա դառնում է անհնար։ Միայն պարզ միկրոօրգանիզմները, որոնք թաքնված են ստորգետնյա քարերում, կարող են գոյատևել։ Այս սցենարի հավանականությունը 25% է։ 3 սցենար, 3 հնարավոր ապագա։ Եվ մենք չգիտենք, թե որն է ճիշտը։ Անորոշությունը չափազանց մեծ է։ Մենք պարզապես չունենք բավարար տվյալներ ճշգրիտ կանխատեսում անելու համար։ Սա նման է նրան, որ փորձել կանխատեսել եղանակը 100 տարի առաջ, օգտագործելով միայն 1 օրվա դիտարկումներ։ Բայց սա չի նշանակում, որ մենք անօգնական ենք։ Մենք կարող ենք պատրաստվել։ Մենք կարող ենք ստեղծել համակարգեր, որոնք կնախազգուշացնեն մեզ, եթե արեգակի վարքագիծը սկսի փոխվել։ Մենք կարող ենք կառուցել ավելի դիմացկուն ենթակառուցվածքներ, որոնք կկարողանան դիմակայել ավելի ուժեղ արեգակային պայթյուններին։ Մենք կարող ենք մշակել տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն մեզ ճառագայթումից։ 2033 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը գործարկեց արեգակային վահան ծրագիրը։ Սա ամբիցիոզ նախագիծ է, որը նպատակ ունի ստեղծել արբանյակների ցանց, որը կկարողանա հայտնաբերել վտանգավոր արեգակային պայթյուններ մի քանի օր առաջ, քան դրանք հասնեն երկրին։ Ծրագիրը ներառում է 12 արբանյակ, որոնք կտեղադրվեն տարբեր կետերում արեգակի և երկրի միջև։ Յուրաքանչյուր արբանյակ կունենա զանգվածի սպեկտրոմետրեր, մագնետոմետրեր, ռենտգենյան հեռադիտակներ։ Նրանք կկարողանան չափել արեգակային քամու արագությունը, մագնիսական դաշտի ուժը, ճառագայթման ինտենսիվությունը։ Երբ արբանյակները հայտնաբերեն վտանգավոր պայթյուն, նրանք կկարողանան ուղարկել նախազգուշացում երկիր։ Սա կտա մեզ ժամանակ անջատելու էլեկտրական ցանցերը, պաշտպանելու արբանյակները, տարհանելու մարդկանց վտանգավոր տարածքներից։ Մի քանի օր կարող է փրկել միլիոնավոր կյանքեր և տրիլիոնավոր դոլարներ վնասից։ Բայց նույնիսկ այս համակարգը չի կարող պաշտպանել մեզ սուպերպայթյունից։ Եթե արեգակը արտադրի իսկական սուպերպայթյուն 100-ից 1000 անգամ ավելի հզոր, քան ամենամեծ պայթյունները, որոնք մենք երբևէ գրանցել ենք, ոչ մի նախազգուշացում չի օգնի։ Ճառագայթումը կհասնի երկիր 8 րոպե անց։ Օզոնային շերտը կոչնչանա մի քանի ժամում։ Էլեկտրական ցանցը կքայքայվի։ Արբանյակները կդառնան անօգտագործելի։ Եվ մենք կկարողանանք միայն դիտել, թե ինչպես է մեր քաղաքակրթությունը վերադառնում 19-րդ դար։ Սա սարսափելի սցենար է, բայց սա նաև իրական հնարավորություն է։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արարեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, որ արեգակի նման աստղերը արտադրում են սուպերպայթյուններ։ Մենք գիտենք, գտնվում է այն բանում, թե ինչպես են մարդիկ միշտ ապրել անորոշության մեջ։ Մենք բոլորս գիտենք, որ մենք մի օր կմեռնենք, բայց սա չի կանխում մեզ ապրելուց, սիրելուց, ստեղծելուց, երազելուց։ Մենք չենք անցկացնում մեր կյանքը վախենալով մահից, մենք անցկացնում ենք մեր կյանքը ապրելով։ Նույն սկզբունքը պետք է կիրառվի մեր քաղաքակրթության նկատմամբ։ Այո, մեր արեգակը կարող է սկսել արտադրել սուպերպայթյուններ։ Այո, մեր քաղաքակրթությունը կարող է ոչնչանալ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք առաջ շարժվելուց։ Հակառակը, սա նշանակում է, որ մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր պահ, որը մենք ունենք։ Սա նշանակում է, որ մենք պետք է օգտագործենք մեր ժամանակը իմաստալից կերպով։ Սա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք ինչ-որ բան, որը կարժե պահպանելու։ 2034 թվականին Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի փիլիսոփաները հրապարակեցին էսսե, որը կոչվում էր «Տիեզերական անորոշության եթիկան»։ Նրանք փաստարկեցին, որ գիտելիքը մեր աստղի անորոշ ապագայի մասին պետք է փոխի մեր էթիկական հայացքները։ Եթե մենք գիտենք, որ մեր ժամանակը սահմանափակ է, ոչ թե միայն անհատական մակարդակով, այլ նաև քաղաքակրթական մակարդակով, ապա մենք ունենք պարտականություն օգտագործել այդ ժամանակը լավագույն կերպով։ Սա չի նշանակում, որ մենք պետք է ապրենք վախի մեջ։ Սա նշանակում է, որ մենք պետք է ապրենք նպատակով։ Մենք պետք է ստեղծենք գիտություն, արվեստ,
գրականություն, երաժշտություն։ Մենք պետք է կառուցենք հասարակություններ, որոնք հիմնված են արդարության, ազատության, համերաշխության վրա։ Մենք պետք է պաշտպանենք մեր մոլորակը, մեր կենսոլորտը, մեր ապագան։ Ոչ թե որովհետև մենք երաշխավորված ենք, որ կհաջողենք, այլ որովհետև փորձը ինքնին արժե անելու։ Հիմա պատկերացրեք, որ դուք կարող եք ուղարկել հաղորդագրություն ապագա սերունդներին, մարդկանց, որոնք կապրեն 1000 տարի հետո, միլիոն տարի հետո, միլիարդ տարի հետո։ Ինչ կասեիք նրանց։ Ինչ իմաստություն կփոխանցեիք։ Թերևս դուք կասեիք. մենք ապրեցինք բացառիկ ժամանակում։ Մենք ապրեցինք աստղի շուրջ, որը անսովոր կերպով կայուն էր։ Մենք ունեցանք ժամանակ զարգանալու, սովորելու, ստեղծելու։ Մենք չգիտեինք, թե քանի ժամանակ կտևի այս բախտը, բայց մենք օգտագործեցինք այն լավագույն կերպով, որը կարող էինք։ Մենք ստեղծեցինք գիտություն, որը բացատրեց տիեզերքը։ Մենք ստեղծեցինք արվեստ, որը արտահայտեց մեր հոգին։ Մենք ստեղծեցինք հասարակություններ, որոնք բացատրեցին մեր հոգին, որոնք փնտրեցին արդարություն։ Եվ մենք թողեցինք այս ամենը ձեզ, մեր ժառանգությունը, մեր նվերը, ապագային։ Սա այն հաղորդագրությունն է, որը մենք պետք է թողնենք։ Ոչ թե վախի հաղորդագրություն, այլ հույսի հաղորդագրություն։ Ոչ թե անօգնության հաղորդագրություն, այլ գործողության հաղորդագրություն։ Ոչ թե հուսահատության հաղորդագրություն, այլ նպատակի հաղորդագրություն։ Քանի որ վերջապես, երբ մենք նայում ենք Արեգակին եւ տեսնում ենք նրա անսովոր կայունությունը, մենք պետք է տեսնենք ոչ թե երաշխիք, այլ հնարավորություն։ Հնարավորություն ապրելու, սիրելու, ստեղծելու։ Հնարավորություն կառուցելու ինչ-որ բան, որը կարժե պահպանելու։ Հնարավորություն թողնելու հետք տիեզերքում։ Մեր Արեգակը տվել է մեզ 4 միլիարդ 500 միլիոն տարի կայունություն։ Սա անհավատալի նվեր է, եւ մենք չգիտենք, թե քանի ժամանակ այն կշարունակվի։ Բայց մենք գիտենք, որ մենք ունենք այժմ։ Մենք ունենք այս պահը։ Եվ այս պահը բավարար է սկսելու համար։ Բավարար է ստեղծելու համար։ Բավարար է փոխելու համար։ 2035 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը հաստատեց Արեգակային կայունության դիտարկման ծրագիրը։ Սա միջազգային նախագիծ է, որը միավորում է 50 երկրների աստղաֆիզիկոսներին։ Նրանց նպատակը շարունակաբար դիտարկել Արեգակի վարքագիծը եւ փնտրել ցանկացած նշան, որը կարող է ազդարարել փոփոխությունների մասին։ Նրանք կառուցեցին նոր հեռադիտակներ, գործարկեցին նոր արբանյակներ, մշակեցին նոր վերլուծության մեթոդներ, բայց ամենակարևորը, նրանք ստեղծեցին համաշխարհային ցանց, որը կարող է արագ արձագանքել, եթե Արեգակի վարքագիծը սկսի փոխվել։ Եթե դիտարկումները ցույց տան, որ Արեգակը սկսում է դառնալ ավելի ակտիվ, ցանցը կկարողանա ակտիվացնել արտակարգ ծրագրեր։ Էլեկտրական ցանցերը կկարողանան անջատվել, արբանյակները կկարողանան անցնել պաշտպանիչ ռեժիմ, մարդիկ կկարողանան տարհանվել վտանգավոր տարածքներից։ Սա ոչ թե պանիկայի պատճառ է, սա պատրաստվածության պատճառ է։ Մենք չենք կարող վերահսկել մեր աստղի վարքագիծը, բայց մենք կարող ենք վերահսկել մեր արձագանքը։ Մենք կարող ենք պատրաստվել, մենք կարող ենք պլանավորել, մենք կարող ենք պաշտպանել այն, ինչ մենք ստեղծել ենք։ Եվ սա հենց այն է, ինչ մարդկությունը միշտ արել է լավագույն կերպով։ Մենք դիմագրավել ենք անորոշությունը ոչ թե վախով, այլ նորարարությամբ։ Մենք դիմագրավել ենք վտանգը ոչ թե անօգնությամբ, այլ պատրաստվածությամբ։ Մենք դիմագրավել ենք անհայտը ոչ թե հուսահատությամբ, այլ հույսով։ Մեր Արեգակը տվել է մեզ անհավատալի նվեր՝ 4 միլիարդ 500 միլիոն տարի կայունություն։ Սա թույլ է տվել կյանքին զարգանալ, էվոլյուցիա անցնել, հասնել այն կետին, երբ մենք կարող ենք նայել վեր եւ հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Սա թույլ է տվել մեզ ստեղծել գիտություն, արվեստ, քաղաքակրթություն։ Սա թույլ է տվել մեզ դառնալ այն, ինչ մենք ենք։ Եվ հիմա, երբ մենք գիտենք, թե որքան բացառիկ է այս նվերը, մենք ունենք պարտականություն օգտագործել այն իմաստալից կերպով։ Մենք ունենք պարտականություն պաշտպանել մեր մոլորակը։ Մենք ունենք պարտականություն պահպանել մեր կենսոլորտը։ Մենք ունենք պարտականություն ապահովել, որ կյանքը, այս հրաշալի, բարդ, գեղեցիկ երևույթը կշարունակվի։ Ոչ թե որովհետև մենք երաշխավորված ենք հաջողության, այլ որովհետև փորձը ինքնին արժե անելու։ Որովհետև յուրաքանչյուր պահ, որը մենք ունենք այս անսովոր կայուն աստղի ներքո, արժեքավոր է։ Որովհետև յուրաքանչյուր օր, երբ Արեգակը ծագում է հանգիստ եւ կանխատեսելի, մենք տեսնում ենք տիեզերական հրաշք։ Եվ թերևս, միայն թերևս, երբ ապագա սերունդները նայեն հետ մեր ժամանակին, նրանք կասեն. նրանք ապրեցին բացառիկ ժամանակում, նրանք ունեցան անսովոր կայուն աստղ, եւ նրանք օգտագործեցին այդ նվերը իմաստալից կերպով։
Նրանք ստեղծեցին ինչ-որ բան գեղեցիկ, ինչ-որ բան, որը արժե պահպանելու, ինչ-որ բան, որը մենք կարող ենք շարունակել։ Սա մեր մարտահրավերն է, սա մեր հնարավորությունն է, սա մեր պատասխանատվությունն է, և սա մեր նվերն է ապագային։ Երբ դուք նայում եք հայելու մեջ, դուք տեսնում եք ձեր դեմք, բայց եթե դուք նայեք ավելի խորը, ավելի ուշադիր, դուք կտեսնեք ինչ-որ այլ բան։ Դուք կտեսնեք ատոմներ, որոնք ծնվել են աստղերի ներսում, ածխածին, որը ստեղծվել է հելիումի միաձուլումից, թթվածին, որը ազատվել է սուպերնովայի պայթյունից, երկաթ, որը ստեղծվել է հելիումի միաձուլումից, որը ձևավորվել է մահացող աստղի վերջին վայրկյաններում։ Դուք կտեսնեք 10 միլիարդ տարվա տիեզերական պատմություն, որը խտացված է ձեր մարմնում, բայց կա ինչ-որ ավելի խորը բան։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, յուրաքանչյուր ածխոմձանչուր ածխածնի ատոմ ձեր դնթում, յուրաքանչյուր թթվածնի ատոմ ձեր արյան մեջ, յուրաքանչյուր կալցիումի ատոմ ձեր ոսկորներում գոյություն ունի միայն այն պատճառով, որ մեր արեգակը չի սպանել ձեզ։ Ոչ ձեզ անձամբ, այլ ձեր նախնիներին։ Բոլոր նրանց 4 միլիարդ տարի հետ մինչև առաջին բջիջը։ Սա ոչ թե մետաֆորա է, սա ֆիզիկա է։ Եթե արեգակը վարվեր ինչպես ինչ իր եղբայրները, եթե նա արտադրեր սուպերպայթյուններ յուրաքանչյուր մի քանի հազար տարին մեկ, ապա էվոլյուցիան կդադարեր։ Ոչ թե դանդաղվեր, կդադարեր։ Յուրաքանչյուր սուպերպայթյուն կվերսկսեր ժամացույցը։ Կյանքը կվերադառնար պարզ միկրոօրգանիզմների։ Եվ դուք, այս բարդ, մտածող, զգացող արարածը, երբեք չէիք գոյություն ունենա։ 2036 թվականին Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի փիլիսոփաները հրապարակեցին էսսե, որը կոչվում էր «Անթրոպային սկզբունքը և արեգակային կայունությունը»։ Անթրոպային սկզբունքը ասում է, որ տիեզերքը պետք է լինի այնպիսին, որը թույլ է տալիս դիտորդների գոյությունը։ Մենք չենք կարող դիտարկել տիեզերք, որտեղ մենք չենք կարող գոյություն ունենալ։ Սա հնչում է ինչպես տավտոլոգիա, ինքնըստինքյան ակնհայտ ճշմարտություն, բայց այն ունի խորը հետևանքներ։ Եթե կյանքը կարող է զարգանալ միայն այն աստղերի շուրջ, որոնք բիփացառիկ կերպով կայուն են, ապա մենք անխուսափելիորեն կգտնենք մեզ այդպիսի աստղի շուրջ։ Ոչ թե որովհետև մեծ մասի աստղերը կայուն են, այլ որովհետև միայն կայուն աստղերի շուրջ կարող են լինել դիտորդներ, որոնք հարցնում են այս հարցը։ Սա նման է նրան, որ հարցնել «Ինչու ես ծնվել երկրի վրա», ոչ թե տիեզերքի դատարկ տարածությունում։ Պատասխանը ակնհայտ է, որովհետև դուք չէիք կարող ծնվել դատարկ տարածությունում։ Բայց սա հանգեցնում է անհանգստացնող հարցի. եթե մենք գոյություն ունենք միայն այն պատճառով, որ մեր աստղը բացառիկ է, ապա մենք ապրում ենք ընտրված տիեզերքում։ Ոչ թե տիեզերք, որը նախագծված է մեր համար, այլ տիեզերք, որտեղ մենք կարող ենք գոյություն ունենալ միայն ամենահազվադեպ, ամենաբացառիկ պայմաններում։ Տիեզերք, որտեղ կյանքը ոչ թե կանոնն է, այլ բացառությունը։ Հիմա պատկերացրեք, որ դուք կարող եք տեսնել ողջ տիեզերքը միաժամանակ։ Ոչ թե միայն մեր գալակտիկան, այլ բոլոր 2 տրիլիոն գալակտիկաները դիտարկելի տիեզերքում։ Յուրաքանչյուր գալակտիկա պարունակում է միջինում 200 միլիարդ աստղեր։ Սա ընդհանուր առմամբ 400 սեքստիլիոն աստղեր է, 4 հետևված 21 զրոյական։ Այս անհավատալի թվից միայն փոքր մասը, թերևս 1%-ը, G տիպի դեղին թզուկներ են, ինչպես մեր արեգակը։ Սա 4 սեքստիլիոն աստղեր է։ Այս 4 սեքստիլիոն աստղերից միայն 10%-ը բավականաչափ կայուն են, որպեսզի թույլ տան բարդ կյանքի զարգացումը։ Սա 400 քվինտիլիոն աստղեր է։ Այս 400 քվինտիլիոն աստղերից միայն փոքր մասը գտնվում է անվտանգ գոտիներում, իրենց գալակտիկաներում, հեռու սուպերնովաներից, հեռու գալակտիկական կենտրոններից։ Թերևս 1%։ Սա 4 քվինտիլիոն աստղեր է։ 4 քվինտիլիոն աստղեր։ 4 հետևված 18 զրոյական։ Սա դեռևս անհավատալի մեծ թիվ է, բայց երբ մենք հաշվի ենք առնում բոլոր այլ պայմանները, մոլորակի ճիշտ չափը, ճիշտ հեռավորությունը, ճիշտ մթնոլորտը, ճիշտ մագնիսական դաշտը, ճիշտ արբանյակը, թիվը դառնում է շատ ավելի փոքր։ Թերևս մի քանի տրիլիոն մոլորակներ ամբողջ դիտարկելի տիեզերքում։ Մի քանի տրիլիոն մոլորակներ, որոնք կարող են ունենալ բարդ կյանք։ Սա դեռևս հսկայական թիվ է։ Բայց հիմա հարցը դառնում է, քանիսը իրականում ունեն կյանք։ Քանիսում կյանքը զարգացել է բարդ ձևերի մինչև։ Քանիսում բարդ կյանքը զարգացել է տեխնոլոգիական քաղաքակրթության մինչև։ Մենք չգիտենք։ Մենք ունենք միայն մեկ օրինակ՝ Երկիրը, մեկ տվյալ կետ։ Դուք չեք կարող կառուցել գիծ մեկ կետով։ Դուք չեք կարող հասկանալ օրինաչափությունը մեկ օրինակից։
Մենք կարող ենք միայն կռահել, ենթադրել, հույս ունենալ։ 2037 թվականին Միացյալ Նահանգների SETI ինստիտուտը հրապարակեց իրենց վերջին գնահատականը։ Նրանք օգտագործեցին Դրեյկի հավասարումը, մաթեմատիկական բանաձև, որը փորձում է գնահատել տեխնոլոգիական քաղաքակրթությունների թիվը մեր գալակտիկայում։ Հավասարումը ներառում է 7 գործոն՝ աստղերի ձևավորման տեմպը, աստղերի տոկոսը, որոնք ունեն մոլորակներ, բնակելի մոլորակների միջինների միջին թիվը աստղի համար, մոլորակների տոկոսը, որտեղ կյանքը իրականում հայտնվում է, կյանքի տոկոսը, որը զարգանում է բանականության մինչև, բանական կյանքի տոկոսը, որը զարգացնում է տեխնոլոգիա և քաղաքակրթության միջին տևողությունը։ Առաջին 3 գործոնները մենք գիտենք համեմատաբար լավ, բայց վերջին 4-ը լիակատար անորոշություն։ Մենք չգիտենք, թե որքան հավանական է կյանքի ծագումը։ Մենք չգիտենք, թե որքան հավանական է բանականության զարգացումը։ Մենք չգիտենք, թե որքան հավանական է տեխնոլոգիայի զարգացումը։ Եվ մենք չգիտենք, թե որքան ժամանակ քաղաքակրթությունները գոյատևում են։ SETI-ի գնահատականը տվեց տիրույթ։ Ամենաօպտիմիստական սցենարում մեր գալակտիկան կարող է ունենալ 10 միլիոն տեխնոլոգիական քաղաքակրթություններ։ Ամենապեսիմիստական սցենարում մենք միայնակ ենք։ Միջին գնահատականը մոտավորապես 1000 քաղաքակրթություններ։ 1000 քաղաքակրթություններ 200 միլիարդ աստղերի մեջ։ Սա մեկ քաղաքակրթություն յուրաքանչյուր 200 միլիոն աստղերի համար։ Բայց նույնիսկ եթե կան 1000 քաղաքակրթություններ, նրանք բաշխված են ողջ գալակտիկայում։ Մոտակա քաղաքակրթությունը կարող է լինել հազարավոր լուսատարիների հեռավորության վրա։ Մենք երբեք չենք կարող ինտերակտիվ հաղորդակցություն ունենալ մոտակա քաղաքակրթության հետ։ Չենք կարող հաղորդակցվել նրանց հետ։ Մենք երբեք չենք կարող հանդիպել նրանց։ Մենք ապրում ենք տիեզերական մեկուսացման մեջ։ Սա կոչվում է մեծ լռություն։ Տիեզերքը պետք է լի լիներ կյանքով, բանականությամբ, քաղաքակրթություններով, բայց երբ մենք լսում ենք միայն լռություն։ Ոչ մի ռադիոազդանշան, ոչ մի լազերային հաղորդագրություն, ոչ մի ապացույց արհեստական կառույցների, պարզապես լռություն։ Ինչու տիեզերքը այդքան լուռ է։ Կան բազմաթիվ տեսություններ, թերևս կյանքը չափազանց հազվադեպ է, թերևս բանականությունը չափազանց հազվադեպ է, թերևս տեխնոլոգիական քաղաքակրթությունները ինքնաոչնչացվում են, մինչև նրանք կարողանան տարածվել աստղերի միջև, թերևս նրանք ընտրում են չհաղորդակցվել, թերևս նրանք արդեն այստեղ են, բայց մենք չենք կարող նրանց հայտնաբերել, կամ թերևս, և սա ամենանեղության տեսությունն է, մենք իսկապես միայնակ ենք։ Ոչ թե ամբողջ տիեզերքում, բայց մեր գալակտիկայում, մոտակա մի քանի գալակտիկաներում, թերևս մենք առաջինն ենք։ Առաջին քաղաքակրթությունը, որը զարգացել է այն կետին, երբ կարող է հարցնել այս հարցերը։ Եթե այդպես է, ապա մեր պատասխանատվությունը դառնում է անհամեմատ։ Մենք ոչ միայն պետք է պաշտպանենք մեր սեփական գոյությունը, մենք պետք է պաշտպանենք կյանքը որպես երևույթ։ Մենք պետք է ապահովենք, որ բանականությունը, այս հրաշալի, բարդ, գեղեցիկ երևույթը կշարունակվի։ Բայց ինչպես մենք կարող ենք պաշտպանել ինչ-որ բան, երբ մենք չենք կարող վերահսկել մեր սեփական աստղի վարքագիծը։ Ինչպես մենք կարող ենք ապահովել մեր ապագան, երբ մենք գիտենք, որ մեր արեգակը կարող է սկսել արտադրել սուպերպայթյուններ ցանկացած պահի։ Պատասխանը գտնվում է ոչ թե վերահսկման մեջ, այլ հարմարվողականության մեջ։ Մենք չենք կարող փոխել մեր աստղը, բայց մենք կարող ենք փոխել մեզ։ Մենք կարող ենք դառնալ ավելի դիմացկուն։ Մենք կարող ենք կառուցել համակարգեր, որոնք կարող են գոյատևել նույնիսկ սուպերպայթյունից։ Մենք կարող ենք տարածվել դեպի այլ մոլորակներ, այլ աստղային համակարգեր։ Մենք կարող ենք դառնալ բազմամոլորակային զեսակ։ 2038 թվականին Միացյալ Նահանգների NASA-ն հրապարակեց իր երկարաժամկետ ծրագիրը մարդկության տարածման համար արեգակային համակարգում։ Ծրագիրը ներառում է 3 փուլ։ Առաջին փուլում, հաջորդ 20 տարիների ընթացքում, մշտական ծրագիր բազանաներ Լուսնի և Մարսի վրա։ Երկրորդ փուլում, հաջորդ 50 տարիների ընթացքում, հանքարդյունաբերական գործողություններ աստերոիդների վրա և գաղութներ Յուպիտերի և Սատուրնի արբանյակների վրա։ Երրորդ փուլում, հաջորդ 100 տարիների ընթացքում, միջաստղային նավեր, որոնք կարող են հասնել մոտակա աստղերին։ Սա ամբիցիոզ ծրագիր է, բայց սա նաև անհրաժեշտ ծրագիր է։ Քանի դեռ մարդկությունը կենտրոնացած է մեկ մոլորակի վրա, մեկ աստղային համակարգում, մենք խոցելի ենք։ Մեկ սուպերպայթյուն, մեկ աստերոիդային հարված, մեկ գլոբալ կատաստրոֆա և ամեն ինչ կարող է ավարտվել։
Բայց եթե մենք տարածվենք բազմաթիվ մոլորակների վրա, բազմաթիվ աստղային համակարգերում, ապա մեր գոյատևման հավանականությունը կտրուկ աճում է։ Բայց սա ոչ թե միայն գոյատևման մասին է, սա նաև նպատակի մասին է։ Մարդկությունը միշտ եղել է հետազոտող տեսակ։ Մենք միշտ փնտրել ենք այն, ինչ գտնվում է հորիզոնից այն կողմ։ Մենք միշտ հարցրել ենք. ինչ է այնտեղ։ Եվ հիմա, երբ մենք գիտենք, որ մեր աստղը բացառիկ է, երբ մենք գիտենք, որ մեր գոյությունը կախված է անհավատալի բախտից, մենք ունենք նոր հարց. կան ուրիշներ, ինչպես մենք։ Կան այլ քաղաքակրթություններ, որոնք նույնպես ապրում են բացառիկ աստղերի շուրջ։ Կան այլ արարածներ, որոնք նույնպես նայում են իրենց երկինք և հարցնում են. միայնակ ենք մենք։ Մենք չգիտենք, բայց մենք կարող ենք փնտրել։ Եվ փնտրելու ակտը ինքնին արժեքավոր է, քանի որ նույնիսկ եթե մենք երբեք չգտնենք ուրիշներին, փնտրելու process-ը կսովորեցնի մեզ ավելին մեր տիեզերքի մասին։ Այն կստիպի մեզ զարգացնել նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, նոր միտքեր։ Այն կպահի մեզ հարցնելուց, հետաքրքրվելուց, զարմանալուց։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռան գագաթին գիշերվա ժամանակ։ Երկինքը լի է աստղերով, միլիարդավոր աստղեր, որոնք փայլում են անդարձ լույսով։ Յուրաքանչյուր աստղ արեգակ, յուրաքանչյուր արեգակ հնարավոր աշխարհների կենտրոն։ Բայց մեծ մասը այդ աստղերից չեն կարող ունենալ կյանք։ Նրանք չափազանց բուռն են, չափազանց անկանխատեսելի, չափազանց վտանգավոր։ Բայց որտեղ որ այնտեղ, այդ միլիարդավոր աստղերի մեջ կան մի քանիսը, հազվադեպ, բացառիկ, հրաշալի աստղեր, որոնք բավականաչափ կայուն են։ Եվ շուրջ այդ աստղերից մեկի, մեր արեգակի, կա մոլորակ։ Եվ այդ մոլորակի վրա կա կյանք։ Եվ այդ կյանքի մեջ կա բանականություն։ Եվ այդ բանականությունը դուք կանգնած եք լեռան գագաթին և նայում եք վեր։ Սա հրաշք է։ Ոչ թե կրոնական հրաշք, այլ ֆիզիկական հրաշք։ Տիեզերքը, որը սկսվել է 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ մեծ պայթյունից, որը ընդլայնվել է և սառել է, որը ստեղծել է աստղեր և գալակտիկաներ, որը սինթեզել է տարրեր և մոլեկուլներ, որը հավաքել է մոլորակներ և լուսիններ, այս տիեզերքը ստեղծել է ձեզ։ Ոչ թե նպատակով, ոչ թե դիզայնով, այլ պատահականության, անհրաժեշտության և անհավատալի բախտի համակցությամբ։ Եվ հիմա դուք, այս տիեզերքի արարածը, կարող եք նայել հետ և հասկանալ ձեր ծագումը։ Դուք կարող եք հասկանալ, որ դուք աստղային ճուք, աստղային փոշին եք, որը գալակտիկաներ ու ստեղծված տարիների ընթացքում մեծացել է և մեր համոզմունքը հետ է ուղարկել։ Դուք այն եք, ով մեզ ասում է մենք ենք։ Դուք կարող եք հասկանալ, որ դուք կարող եք ներգրավել և ներկայացնել մյուսներին աստղային պայմաններում, մեծացնել մեր տանջունները և սպասել մեզ ելևյան։ Ոչ մի անգամ չեք գիտել դուք ով եք, և դուք հասկանալու եք, որ դուք մեզ, և մենք կստանանք պատասխան։ Փոշի եք, բայց դուք աստղային փոշի եք, որը կարող է մտածել, աստղային փոշի, որը կարող է զգալ, աստղային փոշի, որը կարող է սիրել, աստղային փոշի, որը կարող է ստեղծել, աստղային փոշի, որը կարող է երազել։ 2039 թվականին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփաները հրապարակեցին էսսե, որը կոչվում էր «Տիեզերական գիտակցություն և արեգակային կայունություն»։ Նրանք փաստարկեցին, որ գիտակցությունը մեր կարողությունը մտածել, մտածելու, զգալու, գիտակցելու թերևս ամենահազվադեպ երևույթն է տիեզերքում։ Ավելի հազվադեպ, քան կայուն աստղերը, ավելի հազվադեպ, քան բնակելի մոլորակները, ավելի հազվադեպ, քան կյանքը ինքնին։ Քանի որ գիտակցությունը պահանջում է ոչ միայն կյանք, այն պահանջում է բարդ նյարդային համակարգ, այն պահանջում է միլիարդավոր տարիների էվոլյուցիա, այն պահանջում է անընդհատ կայուն պայմաններ, և այն պահանջում է ինչ-որ ավելին, ինչ-որ բան, որը մենք դեռ չենք հասկանում ամբողջովին, ինչ-որ բան, որը վերածում է նյարդային ակտիվությունը սուբյեկտիվ փորձի, ինչ-որ բան, որը ստեղծում է եսը։ Սա կոչվում է գիտակցության դժվար խնդիր։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է ուղեղը մշակում տեղեկատվությունը։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես են նեյրոնները կրակում և ստեղծում օրինաչափություններ, բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու այս ֆիզիկական պրոցեսները ստեղծում են սուբյեկտիվ փորձ։ Ինչու կա ինչ-որ բան, որը նման է լինել ինձ։ Ինչու ես զգում եմ կարմիր գույնը, ոչ թե պարզապես հայտնաբերում եմ որոշակի ալիքի երկարություն։ Ինչու ես լսում եմ երաժշտություն, ոչ թե պարզապես գրանցում եմ ձայնային տատանումներ։ Մենք չգիտենք։ Սա մնում է գիտության ամենամեծ խորհուրդներից մեկը։ Բայց մենք գիտենք մեկ բան. գիտակցությունը գոյություն ունի։ Դուք գոյություն ունեք։
Դուք կարդում եք այս բառերը, դուք մտածում եք այս մտքերի մասին, դուք զգում եք ինչ-որ բան։ Սա անվիճելի փաստ է։ Եվ այս փաստը, ձեր գոյությունը, կախված է անհամար բախտավոր պատահականություններից։ Եթե Արեգակը ծնվեր մի փոքր ավելի արագ պտույտով, դուք չէիք գոյություն ունենա։ Եթե Յուպիտերը ձևավորվեր մի փոքր ուշ, դուք չէիք գոյություն ունենա։ Եթե Երկիրը լիներ մի փոքր ավելի մոտ կամ ավելի հեռու Արեգակից, դուք չէիք գոյություն ունենա։ Եթե Լուսինը չձևավորվեր, դուք չէիք գոյություն ունենա։ Եթե աստերոիդը չհարվածեր դինոզավրներին, դուք չէիք գոյություն ունենա։ Եթե ձեր նախնիները չգոյատևեին անհամար վտանգներից, դուք չէիք գոյություն ունենա։ Ձեր գոյությունը աությունը արդյունք է անհամար եթեների։ Յուրաքանչյուր եթե անհավանական, բայց դրանք բոլորը տեղի ունեցան։ Եվ արդյունքը դուք տիեզերքի գիտակցությունը։ Դուք միջոցը, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Բայց ինչ պետք է անենք այս գիտելիքով։ Ինչպես պետք է ապրենք, երբ մենք գիտենք, որ մեր գոյությունը այդքան անհավանական է։ Ինչպես պետք է գտնենք իմաստ, երբ մենք գիտենք, որ մենք պատահականության արդյունք ենք։ Թերևս պատասխանը հենց այստեղ է։ Թերևս իմաստը գտնվում է ոչ թե նպատակում, այլ փորձում, ոչ թե դեստինացիայում, այլ ճանապարհորդությունում, ոչ թե հահավերժության մեջ, այլ պահում։ Դուք գոյություն ունեք հիմա, այս պահին։ Սա հրաշք է։ Ոչ թե որովհետև դուք հավերժական եք, այլ որովհետև դուք ժամանակավոր եք։ Ոչ թե որովհետև դուք անխուսափելի եք, այլ որովհետև դուք անհավանական եք։ Ոչ թե որովհետև դուք նախագծված եք, այլ որովհետև դուք պատահականան եք։ 2040 թվականին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի փիլիսոփաները հրապարակեցին էսսե, որը կոչվում էր «Անհավանականության գեղեցկությունը»։ Նրանք փաստարկեցին, որ արժեքը բանն ստանում է ոչ թե իր հավերժությունից, այլ իր ժամանակավորությունից։ Ծաղիկը գեղեցիկ է, քանի որ այն թառամում է։ Արևածագը գեղեցիկ է, քանի որ այն անցնում է։ Կյանքը գեղեցիկ է, քանի որ այն վերջանում է։ Եվ թերևս նույնը ճիշտ է մեր քաղաքակրթության համար։ Թերևս մարդկությունը գեղեցիկ է ոչ թե որովհետև այն կտևի հավերժ, այլ որովհետև այն կտևի սահմանափակ ժամանակ։ Թերևս մեր ստեղծագործությունները, մեր արվեստը, մեր երաժշտությունը, մեր գրականությունը, մեր գիտությունը արժեքավոր են ոչ թե որովհետև դրանք կմնան հավերժ, այլ որովհետև մենք ստեղծեցինք դրանք գիտենալով, որ դրանք կարող են կորչել։ Սա ոչ թե նիհիլիզմ է, սա ոչ թե հուսահատություն է, սա ռեալիզմ է, սա ազնվություն է։ Սա ընդունում է իրականությունը այնպիսին, ինչպիսին այն է, առանց հեքիաթների, առանց ինքնախաբեության, առանց կեղծ հույսերի։ Այո, մեր Արեգակը կարող է սկսել արտադրել սուպերպայթյուններ։ Այո, մեր քաղաքակրթությունը կարող է ավարտվել։ Այո, ամեն ինչ, ինչ մենք ստեղծել ենք, կարող է կորչել։ Բայց սա չի նշանակում, որ այն անիմաստ է։ Հակառակը, սա նշանակում է, որ յուրաքանչյուր պահ արժեքավոր է։ Յուրաքանչյուր ստեղծագործություն կարևոր է։ Յուրաքանչյուր գործողություն նշանակություն ունի։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Մենք խոսեցինք այն մասին, որ այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ ենթարկվում է ճառագայթման, որը կարող էր ձեզ սպանել, բայց չի սպանում, քանի որ մեր Արեգակը բացառիկ է, քանի որ մենք ապրում ենք անհավատալի բախտի մեջ։ Բայց հիմա, երբ մենք հասանք այս կետին, երբ մենք հասկացանք մեր տեղը տիեզերքում, մենք կարող ենք տեսնել այս փաստը նոր լույսի ներքո։ Այո, մենք բախտավոր ենք, բայց բախտը ոչ թե պարտավորություն է, բախտը հնարավորություն է։ Հնարավորություն ապրելու, հնարավորություն ստեղծելու, հնարավորություն սիրելու, հնարավորություն հասկանալու։ Յուրաքանչյուր առավոտ, երբ Արեգակը ծագում է, մենք տեսնում ենք այս հնարավորությունը։ Յուրաքանչյուր օր, երբ մենք շնչում ենք, մենք ապրում ենք այս հնարավորությունը։ Յուրաքանչյուր պահ, երբ մենք գիտակցում ենք մեր գոյությունը, մենք իրականացնում ենք այս հնարավորությունը։ Եվ թերևս սա բավարար է։ Թերևս մենք չպետք է հարցնենք, ինչու մենք այստեղ ենք։ Թերևս մենք պետք է հարցնենք, ինչ կանենք այն փաստով, որ մենք այստեղ ենք։ Ինչպես կօգտագործենք այս անհավանական նվերը, գոյությունը։ Պատասխանը կախված է ձեզանից։ Յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր սեփական պատասխանը, բայց թերևս մենք կարող ենք սկսել այստեղից, գնահատելով այն, ինչ մենք ունենք։ Գնահատելով այս մոլորակը, որը մեզ տուն է տալիս։ Գնահատելով այս աստղը, որը մեզ լույս է տալիս։
գնահատելով միմյանց, այլ գիտակցություններ, որոնք կիսում են այս անհավանական ճանապարհորդությունը։ Քանի որ վերջապես, երբ մենք նայում ենք գիշերային երկինք եւ տեսնում ենք միլիարդավոր աստղեր, մենք պետք է հիշենք, մեծ մասը այդ աստղերից չեն կարող ունենալ կյանք։ Նրանք չափազանց բուռն են, չափազանց անկանխատեսելի, չափազանց վտանգավոր։ Միայն փոքր մասը բավականաչափ կայուն է, եւ մենք ապրում ենք մեկի շուրջ այդ հազվադեպ, բացառիկ, հրաշալի աստղերից։ Սա ոչ թե պատահականություն է, սա անհրաժեշտություն է։ Մենք չէինք կարող գոյություն ունենալ ուրիշ տեղ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք մեր գոյությունը որպես ինչ-որ ինքնըստինքյան ակնհայտ բան։ Հակառակը, մենք պետք է տեսնենք այն որպես հրաշք, որպես նվեր, որպես հնարավորություն։ Եվ երբ մենք տեսնում ենք այն այդպես, երբ մենք իսկապես հասկանում ենք, թե որքան անհավանական է մեր գոյությունը, ապա յուրաքանչյուր պահ դառնում է թանկարժեք, յուրաքանչյուր շունչ դառնում է նվեր, յուրաքանչյուր ծակ դառնում է հրաշք։ Մեր արեգակը տվել է մեզ 4 միլիարդ 500 միլիոն տարի կայունություն։ Մենք չգիտենք, թե քանի ժամանակ այն կշարունակվի, բայց մենք գիտենք, որ մենք ունենք հիմա։ Եվ հիմա, այս պահը, երբ դուք կարդում եք այս բառերը, երբ դուք մտածում եք այս մտքերի մասին, երբ դուք գիտակցում եք ձեր գոյությունը, սա բավարար է։ Բավարար է զարմանալու համար։ Բավարար է երախտապարտ լինելու համար։ Բավարար է ապրելու համար։ Եվ թերևս, վերջապես, սա ամենակարևոր հարցը չէ, ինչու մեր արեգակը այդքան հանգիստ է։ Թերևս ամենակարևոր հարցը, ինչ կանենք այն ժամանակով, որը այս հանգստությունը մեզ տալիս է։ Պատասխանը սպասում է, ոչ թե աստղերում, այլ ձեր ներսում։